Կորպորատիվ գործադիր տնօրենը բախվում է իր կարիերայի ամենամեծ մարտահրավերին, երբ միլիարդ դոլարանոց հանդիպումը սպառնում է ձախողվել։ Ստվերներից դուրս է գալիս անսպասելիորեն մի երիտասարդ կին, որը փրկում է իրավիճակը։ Նրանց ճակատագրերը ընդմիշտ կփոխվեն։ Այս անհավանական պատմությունը լսելուց առաջ մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի հետաքրքիր պատմություններ դիտելու համար։ Քրտինքը կաթում էր Մարկոյի ճակատից, երբ նա նայում էր, թե ինչպես են 5 ճապոնացի ներդրողները վեր կենում իրենց կաշվե աթոռներից 40-րդ հարկի նիստերի սենյակում։ Լռությունը խլացնող էր, որը խախտվում էր միայն ներքում գտնվող մայրաքաղաքի երթեկության խլացված աղմուկով։ 47 միլիարդ ռեալ։ Ահա թե որքան էր արժենում պայմանագիրը, որը ավազի պես պետք է սահեր նրա մատների միջով։ Պարոնայք, խնդրեմ, կրկին փորձեց Մարկոն անգլերենով, նրա ձայնը մատնում էր այն հուսահատությունը, որը նա փորձում էր թաքցնել։ Թարգմանիչը ճանապարհին է։ Անսպասելի երթեկության խնդիր առաջացավ։ Պատվիրակության ղեկավարը, ոսկեգույն շրջանակով ակնոցներով միջին տարիքի մի տղամարդ, բացասական կերպով գլուխը թափ տվեց ճապոներեն ինչ-որ բան մրմնջաց իր գործընկերներին։ Բոլորը կարծես նյարդայնացած էին, ոմանք արդեն փաստաթղթերը դասավորում էին իրենց կաշվե պայուսակների մեջ։ Մարկոն զգաց, թե ինչպես է իր աշխարհը փլուզվում։ 3 տարի տաց բանակցություններ, տասնյակ ուղղորություններ, անվերջ հանդիպումներ տնօրենների խորհրդի հետ։ Նրա ընկերությունը, Alliance Corporation-ը, ամեն ինչ դրել էր այդ պահի վրա։ Առանց այս ներդրման հարյուրավոր աշխատակիցներ կկորցնեին իրենց աշխատանքը։ Արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող ընդլայնման նախագծերը պետք է չեղարկվեին։ Վատաշի վա նիհոնգո գա հանասեմասու։ Կանացի ձայնը սուր շեղբի պես կտրեց լարված մթնոլորտը։ Բոլորը շրջվեցին դեպի սենյակի հետի մասը, որտեղ մոտ 17 տարեկան մի երիտասարդ կին կանգնած էր կողքի սեղանի մոտ, ձեռքում դեռս բյուրեղյա մաքուր ջրի շիշը։ Նրա շագանակագույն մազերը հավաքված էին պարզ պոչով, նա հագել էր մուգ կապույտ համազգեստ, որը Մարկոն ճանաչեց որպես մաքրող անձնակազմի։ Նրա կեցվածքի մեջ կար ինչ-որ բան, որը գրավում էր ուշադրությունը։ Չնայած ակնհայտորեն նյարդային էր, նա ուսերը ուղիղ էր պահում հայացքը, անշարժ։ Կարծես ամբողջ կյանքը նրան պատրաստել էր այս պահի համար, նույնիսկ եթե նա չգիտեր դրա մասին։ Ես կարող եմ ճապոներեն խոսել, կրկնեց նա, այս անգամ պորտուգալերեն, ձայնը կոշտ էր, բայց լարված նյարդայնությամբ։ Մարկոն մի քանի անգամ թարթեց աչքերը, փորձելով հասկանալ, թե ինչ էր հենց նոր պատահել։ Ճապոնացի ներդրողները նույնպես զարմացած թվացին, հայացքներ փոխանակելով։ Պատվիրակության ղեկավարը ինչ-որ բան ասաց ճապոներեն, երիտասարդ կինը պատասխանեց տպավորիչ սահունությամբ, կարծես Տոկիոյում ծնված լիներ։ Նա հարցնում է, թե կարող եմ արդյոք թարգմանել հանդիպումը, Մարկոյին բացատրեց երիտասարդ կինը, ձեռքերը թեթակի դողալով։ Ես համաձայնեցի։ Մարկոն զգաց թե թեթության, թե անհավատության խառնուրդ։ Ինչ է քո անունը։ Քիարա, պատասխանեց նա, հայացքը իջեցնելով։ Մայրս այստեղ մաքրություն է անում։ Ես այստեղ չպետք է լինեի, բայց նա այսօր հիվանդ է, ես եկա օգնելու։ Գործադիրը նայեց ճապոնացի տղամարդկանց, ովքեր այժմ մի փոքր ավելի քիչ նյարդայնացած էին թվում։ Նրանցից մեկը, մյուսներից երիտասարդ, աննկատ ժպտաց, լսելով, որ Քիարան կրկին ճապոներեն է խոսում։ Կարծես նա բացել էր ժամերով փակված դուռը։ Քիարա, Մարկոն մոտեցավ նրան, ձայնը ցածրացնելով։ Իսկապես կարող ես մեզ օգնել։ Այս պայմանագիրը չափազանց կարևոր է։ Նա մի պահ տատանվեց, գծելով ստորին շրթունքը։ Մարկոն կարող էր տեսնել վախը նրա աչքերում, բայց կար նա մի բան, վճռականություն։ Մայրս միշտ ասում էր ինձ, որ եթե կարող եմ ինչ-որ մեկին օգնել, պետք է օգնեմ։ Նույնիսկ եթե ոչ ոք չի տեսնում։ Այսօր բոլորը կտեսնեն քեզ, անկեղծորեն ասաց Մարկոն։ Եթե համաձայնես մեզ օգնել, երաշխավորում եմ, որ քեզ կճանաչեն։ Քիարան խորը շունչ քաշեց գլխով արեց։ Ես կանեմ իմ լավագույնը։ Մարկոն դիմեց ներդրողներին ժեստ արեց, որ նորից նստեն։ Քիարան ռազմավարական դիրք գրավեց երկու խմբերի միջ, նրա ուղղահայաց կեցվածքը ցույց էր տալիս վստահություն, որը հակասում էր նրա տարիքին։ Ճապոնական պատվիրակության ղեկավարը սկսեց խոսել, Քիարան թարգմանեց այնպիսի ճշգրտությամբ, որը զարմացրեց սենյակում գտնվող բոլորին։ Նրա ձայնը, որը սկզբում ամաչկոտ էր, ուժգնանում էր յուրաքանչյուր թարգմանված արտահայտության հետ։
Մարկոն հասկացավ, որ նա ոչ միայն տիրապետում է լեզվին, այլ հասկանում է բառերի հետում գտնվող մշակութային նրբերանգները։ Նա բացատրում է, որ նրանք վիրավորվել են թարգմանչի բացակայությունից, թարգմանեց Քիարան։ Նրանց համար սա ցույց է տալիս անհարգալից վերաբերմունք անպատրաստություն։ Նրանք 15 ժամ ճանապարհորդել են այստեղ հասնելու համար։ Մարկոն զգաց, որ ստամոքսը սեղմվում է։ Նա գիտեր, որ թերագնահատել էր բանակցությունների մշակութային կողմերի կարևորությունը։ Ասա նրանց, որ անկեղծորեն ներողություն եմ խնդրում։ Բացատրիր, որ մեր պաշտոնական թարգմանչի հետ ընտանեկան արտակարգ իրավիճակ է եղել։ Քիարան փոխանցեց հաղորդագրությունը, ավելացնելով մի քանի ճապոներեն բառ, որոնք Մարկոն չէր հասկանում։ Ներդրողների տոնը փոքր-ինչ փոխվեց, դառնալով պակաս թշնամական։ Հանդիպումը տեց 2 ժամ։ Քիարան ցուցադրեց ոչ միայն լեզվական ազատություն, այլ քննարկվող տեխնիկական ֆինանսական տերմինների տպավորիչ ըմբռնում։ Մարկոն հիացած դիտում էր, քանի որ Քիարան կարողանում էր հասկանալ ոչ միայն բառերը, այլ դրանց հետում թաքնված մտադրությունները։ Կարևոր պահին, երբ ճապոնացիները կարծես տատանվում էին պայմանագրի որևէ կոնկրետ կետի վերաբերյալ, Քիարան թույլտվություն խնդրեց անմիջապես խոսել նրանց հետ։ Մարկոն գլխով արեց, հետաքրքրվելով, թե ինչ ուներ նա մտքում։ Քիարան մի քանի րոպե ճապոներեն խոսեց պատվիրակության ղեկավարի հետ։ Մարկոն նկատեց, որ տղամարդը, կարծես, ավելի ու ավելի հետաքրքրված էր, հարցեր էր տալիս գլխով անում, դրական նշան անելով։ Ինչ էիք քննարկում դուք երկուսով, հարցրեց Մարկոն, երբ զրույցն ավարտվեց։ Նրանք իրենց թերագնահատված են զգում սկզբնական առաջարկի պատճառով, բացատրեց Քիարան, ճապոնական մշակույթում առաջարկի ներկայացման ձը նույնքան կարևոր է, որքան բովանդակությունը, նրանք որոշ արտահայտություններ մեկնաբանեցին որպես անհարգալից։ Մարկոն դժվարությամբ կուլ տվեց։ Նա գրեթե կորցրեց պայմանագիրը մշակութային խնդիրների պատճառով, որոնց մասին նույնիսկ չէր մտածել։ Ես առաջարկեցի մի փոքր ճշգրտում, շարունակեց Քիարան, ուշադիր ընտրված բառերով։ Ապագայում շահույթի բաշխման 2% աճ, ներկայացված որպես երկարաժամկետ գործընկերության ժեստ, այլ ոչ թե որպես հարկադրված զիջում։ Մարկոն մտքում հաշվարկներ արեց։ Երկարաժամկետ հեռանկարում 2%-ը կկազմեր միլիոններ, բայց դա աննշան գումար կլիներ պայմանագրի ընդհանուր արժեքի համեմատ։ Եվ նրանք համաձայնության եկան։ Նրանք ուզում են դա քննարկել ներքին կարգով, կարճատ զրույցից հետո ճապոներեն թարգմանեց Քիարան։ Բայց տոնը լիովին փոխվել է։ Պարոն Տանական ասաց, որ տպավորված է մեր մշակութային հասկացողությամբ։ Մարկոն զգաց, թե ինչպես հույսի ալիք իջավ իր վրա։ Ժամերի ընթացքում առաջին անգամ պայմանագիրը կրկին հնարավոր թվաց։ Ճապոնացիները հավաքվել էին սենյակի մի անկյունում, հանգիստ զրուցում էին միմյանց հետ։ Մարկոն օգտվեց պահից, մոտեցավ Քիարային։ Ինչպես սովորեցիր ճապոներեն, հարցրեց նա, դեռս չհավատալով իր տեսած ամեն ինչին։ Իմ տատիկը ճապոնուհի էր, բացատրեց Քիարան, դեմքին ամաչկոտ ժպիտով։ Նա ինձ սովորեցրել է, երբ ես երեխա էի։ Հետո նա մահացավ, բայց ես շարունակեցի ինքնուրույն սովորել։ Ես միշտ սիրել եմ լեզուները։ Իսկ ֆինանսական տերմինները։ Ինչպես իմացաք, թե ինչպես թարգմանել այդ ամենը։ Քիարան թեթակի կարմրեց։ Ես միշտ լսում եմ ժողովները, երբ մաքրություն եմ անում։ Ոչ թե չարամիտ հետաքրքրասիրությունից դրդված, այլ որովհետև դա ինձ համար հետաքրքիր է։ Ժամանակի ընթացքում ես շատ տերմիններ եմ սովորել։ Մարկոն հիացմունքով գլուխը թափ տվեց։ Այդ երիտասարդ կինը արտասովոր էր, նա այնքան կենտրոնացած էր իր աղյուսակների կանխատեսումների վրա, որ գրեթե բաց էր թողել այն տաղանդը, որը գտնվում էր այնտեղ իր շենքի տակ գտնվող հարկում։ Ճապոնական պատվիրակության ղեկավարը մոտեցավ, ժամանումից ի վեր առաջին անգամ ժպտալով։ Նա ճապոներեն ինչ-որ բան ասաց Քիարային, ով անմիջապես թարգմանեց։ Նա ընդունում է առաջարկը, առաջարկվող ճշգրտմամբ։ Նրանք ցանկանում են այսօր ստորագրել նախնական համաձայնագիր, հաջորդ շաբաթ վերջնականապես կարգավորել բոլոր մանրամասները։ Մարկոն զգաց, որ ոտքերը թուլանում են։ 47 միլիարդ ռեալ։ Իր ընկերության պատմության մեջ ամենամեծ պայմանագիրը փրկել էր 17-ամյա մի աղջիկ, որին մինչ այդ պահը ոչ ոք չէր նկատել։ Ասա նրանց, որ ես ընդունում եմ բոլոր պայմանները, ասաց Մարկոն, փորձելով ձայնը կայուն պահել։ Մինչ Քիարան ուղերձն էր փոխանցում, Մարկոն նայում էր սենյակի համայնապատկերային պատուհանից դուրս։
Մայրաքաղաքը անվերջ ձգվում էր նրա առջ, միլիոնավոր մարդիկ ապրում էին իրենց կյանքով, հետապնդում իրենց երազանքները։ Քանի՞ Քիարա կար այնտեղ թաքնված տաղանդներ, որոնք պարզապես սպասում էին փայլելու հնարավորության։ Ներդրողները կանգնեցին, հարգալից խոնարհվեցին։ Մարկոն պատասխանեց նույն ժեստին, նրանք ձեռք սեղմեցին։ Նախնական համաձայնագիրը փաստաբանները կպատրաստեին այդ օրվա կեսօրին։ Երբ ճապոնացիները դուրս եկան սենյակից, Մարկոն դիմեց Քիարային, որը ջրի շշերը դնում էր իր սկուտեղի վրա, կարծես ոչ մի արտառոց բան չէր պատահել։ Մարկոն մոտեցավ Քիարային, բաճկոնի ներքին գրպանից հանելով դրամապանակը։ Նրա ձեռքերը դեռ թեթակի դողում էին հենց նոր տեղի ունեցածի ադրենալինի ազդեցությունից։ 47 միլիարդ ռեալ փրկվել էր մի երիտասարդ կնոջ կողմից, որը պետք է անտեսանելի լիներ ներկա բոլորի համար։ Տեղի ունեցածի մասշտաբի ծանրությունը սկսում էր նստել նրա մտքում։ 15 տարվա ղեկավար պաշտոն զբաղեցնելու ընթացքում նա տեսել էր, թե ինչպես են բանակցությունները ձախողվել տեխնիկական մանրամասների, մշակութային տարբերությունների թյուրըմբռնման, վիրավորված եսի պատճառով։ Բայց նա երբեք չէր տեսել, թե ինչպես է մեկը փրկել այդքան հուսահատ իրավիճակը նման նրբագեղությամբ մշակութային ինտելեկտով։ Քիարա, խոսքեր չունեմ շնորհակալություն հայտնելու քեզ քո արածի համար, ասաց նա, հաշվելով մի քանի թղթադրամներ։ Սա ընդամենը գնահատանքի փոքրիկ նշան է, բայց վաղը ես ուզում եմ քեզ հետ խոսել ավելի մեծ բանի մասին։ Քիարան նայեց իր ձեռքերում եղած փողին, նրբորեն այն հետ մղեց դեպի Մարկոն։ Ես չեմ կարող ընդունել դա, պարոն։ Ինչ ես նկատի ունենում, չես կարող ընդունել, անկեղծորեն զարմացած հարցրեց Մարկոն։ Դու հենց նոր փրկեցիր իմ ընկերությունը։ Դու փրկեցիր հարյուրավոր մարդկանց աշխատատեղեր։ Ես օգնեցի, որովհետև դա ճիշտ բանն էր, պատասխանեց նա, վերջին շշերը դասավորելով սկուտեղի վրա։ Մայրս միշտ սովորեցրել է ինձ, որ երբ մենք կարող ենք մեկին օգնել, պետք է օգնենք։ Մեզ պետք չէ վճարել ճիշտը անելու համար։ Մարկոն մի պահ նայեց Քիարային։ Գործադիր տնօրենի պաշտոնում աշխատելու տարիներին նա հանդիպել էր մարդկանց, ովքեր ամեն ինչի էին պատրաստ փողի համար, ովքեր իրենց հոգիները վաճառում էին շատ ավելի էժան գնով, քան նա առաջարկում էր։ Եվ ահա 17-ամյա մի աղջիկ, մաքրուհու դուստրը, հրաժարվում էր մի գումարից, որը հավանաբար կհամարվեր իր ընտանիքի ամսվա աշխատավարձը։ Գոնե թույլ տուր, որ քարտս տամ քեզ, պնդեց Մարկոն, դրամապանակից ոսկեգույն այցեքարտ հանելով։ Եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, զանգիր ինձ։ Քիարան մի պահ տատանվեց, նախքան քարտը վերցնելը։ Նա կարճ զննեց այն։ Նրբագեղ տառերով գրված էր Մարկո Ալյանց, գլխավոր տնօրեն։ Շնորհակալություն, պարոն Ալյանց, ասաց նա, քարտը դնելով համազգեստի գրպանը։ Բայց վստահ եմ, որ ձեզ անհանգստացնելու կարիք չեմ ունենա։ Մարկո։ Կարող ես ինձ Մարկո անվանել, ասաց նա անկեղծ ժպիտով։ Եվ դու երբեք ինձ չես անհանգստացնի։ Խոստանում ես, որ կզանգահարես ինձ, եթե օգնության կարիք ունենաս։ Քիարան քաղաքավարի գլխով արեց, բայց Մարկոն նրա աչքերում տեսնում էր, որ նա իրականում մտադրություն չուներ օգտագործել այդ քարտը։ Նրա մեջ կար մի լուր հպարտություն, մի արժանապատվություն, որը նա հազվադեպ էր տեսնում կորպորատիվ աշխարհում։ Որտեղ ես սովորել ֆինանսների բանակցությունների մասին, հարցրեց Մարկոն, փորձելով երկարացնել զրույցը։ Ես սովորում եմ գիշերը, բացատրեց Քիարան, ձեռքերում սկուտեղը կարգավորելով։ Երբ մայրս աշխատանքից տուն է վերադառնում, ես հոգ եմ տանում նրա մասին, ապա սովորում եմ։ Ես միշտ երազել եմ աշխատել միջազգային բիզնեսում։ Որ դպրոցում ես սովորում։ Քիարան հայացքը իջեցրեց։ Իրականում ես ավագ դպրոցն ավարտել եմ 15 տարեկանում, ինքնուրույն սովորելով։ Հիմա փորձում եմ գումար խնայել քոլեջի համար, բայց… Նրա ձայնը դողաց։ Բայց դա թանկ է, հասկացողությամբ ավելացրեց Մարկոն։ Այո, բայց ես չեմ հանձնվի։ Մայրս շատ է աշխատում, որպեսզի ինձ հնարավորություններ տա, որոնք նա երբեք չի ունեցել։ Ես դա չեմ վատնելու։ Մարկոն զգաց, որ կրծքավանդակում ինչ-որ բան է շարժվում։ Քիարայի ձայնում կար վճռականություն, որը նրան հիշեցնում էր իրեն, երբ նա երիտասարդ էր, նախքան հոր ընկերակցությունը ժառանգելը։ Նա գրեթե մոռացել էր, թե ինչ է նշանակում պայքարել յուրաքանչյուր հնարավորության համար։ Քիարա, դու արտասովոր տաղանդ ունես։ Չպետք է ժամանակդ վատնես գրասենյակներ մաքրելով։ Ազնիվ աշխատանքը ժամանակի վատնում չէ, վճռականորեն պատասխանեց նա, բայց առանց կոպիտ լինելու։
Եվ բացի այդ, ես օգնում եմ մայրիկիս։ Վերջերս նա լավ չի զգում։ Մարկոն հասկացավ, որ նյարդի մի մասին դիպչել էր։ Կներես, ես դա նկատի չունեի։ Պարզապես դու անհավանական ներուժ ունես։ Անիմաստ կլինի այն չզարգացնելը։ Քիարան ամաչկոտ ժպտաց։ Գուցե մի օր։ Առայժմ ես պարտականություններ ունեմ։ Կարող եմ հարցնել ձեր հոր մասին։ Քիարայի դեմքը մի փոքր կոշտացավ։ Նա մեզ լքեց, երբ ես 12 տարեկան էի։ Նա ասաց, որ այլս պատասխանատվություն չի ուզում։ Նա խորը շունչ քաշեց, Մարկոն կարողացավ տեսնել այն ցավը, որը նա դեռ կրում էր։ Իրականում դա մորս առողջական ճգնաժամերից մեկի ժամանակ էր։ Նա հոսպիտալացվել էր շնչառական խնդիրներով, ես գիշերներն անցկացնում էի հիվանդանոցում, միջանցքում տնային աշխատանք անելով։ Նա ասաց, որ չի կարողանում հաղթահարել ֆինանսական հուզական ճնշումը։ Քիարան լռեց, նայելով պատուհանից դուրս։ Բայց գիտեք, թե ինչ սովորեցի դրանից։ Ես սովորեցի, որ որոշ մարդիկ փախչում են դժվարություններից, մինչդեռ մյուսները ավելի ուժեղ են դառնում դրանց շնորհիվ։ Մայրիկս ես որոշեցինք ավելի ուժեղ դառնալ։ Մարկոն գլխով արեց, հարգելով այն ցավը, որը զգում էր Քիարայի ուշադիր ընտրված խոսքերի հետում։ Դուք այստեղից հեռու եք ապրում։ Մայրաքաղաքի արվարձաններում, անորոշ պատասխանեց նա։ Ինձ 3 ավտոբուս է պետք այստեղ հասնելու համար, բայց արժե այդ գումարը։ 3 ավտոբուս մտքում հաշվարկ արեց Մարկոն։ Ճանապարհորդությունը պետք է տի առնվազն 2 ժամ։ Եվ դու սա անում ես ամեն օր։ Միայն այն ժամանակ, երբ մայրս ինձ կարիք ունի։ Սովորաբար նա կարող է մենակ աշխատել, բայց այսօր ջերմություն ուներ չկարողացավ գալ։ Մարկոն նայեց ժամացույցին։ Երեկոյան արդեն 7-ն անց էր։ Ինչպես ես տուն հասնելու։ Հասարակական տրանսպորտը, հավանաբար, այս ժամին քաոսային է։ Ես միշտ գտնում եմ մի ճանապարհ, ասաց Քիարան, ուղղվելով դեպի դուռը։ Կրկին շնորհակալություն, պարոն Մարկո։ Պատիվ էր օգնելը։ Սպասիր, ասաց Մարկոն, երբ նա գրեթե հեռանում էր։ Գոնե թույլ տուր վարորդ կանչեմ, որ քեզ տուն տանի։ Դա նվազագույնն է, որ կարող եմ անել։ Քիարան գլուխը թափ տվեց։ Շնորհակալություն, բայց անհրաժեշտ չէ։ Ես լավ գիտեմ ճանապարհը։ Մարկոն հասկացավ, որ պնդելը չի օգնի։ Քիարայի մեջ կար մի հպարտություն, որը նա հարգում էր, նույնիսկ եթե լիովին համաձայն չէր դրա հետ։ Այսպիսով, գոնե խոստանում ես, որ կմտածես այն մասին, ինչի մասին մենք խոսեցինք։ Քո ապագայի մասին։ Կմտածեմ այդ մասին, անկեղծորեն ասաց նա։ Բարի գիշեր, պարոն Մարկո։ Բարի երեկո, Քիարա։ Եվ շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Քիարայի հեռանալուց հետո Մարկոն երկար րոպեներ միայնակ մնաց խորհրդակցական սենյակում։ Նա նայեց սեղանին ցրված փաստաթղթերին, դեռս անկարգ աթոռներին, որոնց վրա նստած էին ճապոնացի ներդրողները։ Մի քանի ժամվա ընթացքում նրա կյանքը լիովին փոխվել էր, այդ ամենը շնորհիվ մի երիտասարդ կնոջ, որին ոչ ոք չէր նկատում։ Նա հանեց բջջային հեռախոսը, զանգահարեց Վիկտորին, իր անձնական օգնականին։ Վիկտոր, ինձ պետք է, որ դու ինձ համար մի քանի աննկատելի հետազոտություն անես, ասաց Մարկոն, երբ զանգին պատասխանեցին։ Իհարկե, պարոն Ալյանց։ Ինչ պետք է իմանաք։ Ինձ տեղեկություններ են պետք մաքրուհու մասին։ Նրա անունը Քիարա է։ Նա շենքի մաքրուհիներից մեկի դուստրն է։ Ես պետք է իմանամ, թե որտեղ են նրանք ապրում, նրանց ֆինանսական վիճակը, արդյոք նրա մայրը իսկապես հիվանդ է։ Որե խնդիր կա, պարոն։ Ընդհակառակը։ Այս երիտասարդ կինը, հնարավոր է, այսօր փրկել է մեր ընկերությունը։ Ես ուզում եմ օգնել, բայց պետք է ավելի լավ հասկանամ իրավիճակը։ Հասկացա։ Վաղը առավոտյան տեղեկություն կունենամ։ Մարկոն անջատեց հեռախոսը, մոտեցավ պատուհանին։ Ներքում նա կարող էր տեսնել գրասենյակային շենքերից դուրս եկող մարդկանց անընդհատ շարժը, որոնք շտապում էին հասարակական տրանսպորտ նստել։ Այդ ամբոխի մեջ ինչ-որ տեղ Քիարան էր, որը հավանաբար երկար ու հոգնեցուցիչ ճանապարհ էր սպասում տուն վերադառնալու այն օրվանից հետո, որը փոխել էր իր ընկերության ընթացքը։ Այդ գիշեր Մարկոն դժվարությամբ էր քնում։ Նա անընդհատ մտածում էր Քիարայի հետ իր զրույցի, այն մասին, թե ինչպես էր նա հրաժարվել փողից, այն արժանապատվությամբ, որով նա խոսում էր իր իրավիճակի մասին։
Նրա մեջ կար ինչ-որ բան, որը նրան անհանգստացնում էր, լավ իմաստով։ Այն նման էր հայելու, որը արտացոլում էր այն ամենը, ինչ նա կորցրել էր կորպորացիայի ղեկավարման տարիներին։ Հաջորդ առավոտյան Մարկոն գրասենյակ ժամանեց սովորականից շուտ։ Նա տեսավ, որ Վիկտորն արդեն սպասում էր, ձեռքին զեկույցը։ «Ձեր պահանջած տեղեկատվությունը, պարոն», ասաց Վիկտորը, նրան տալով կապույտ թղթապանակը։ Մարկոն բացեց փաստաթուղթը, սկսեց կարդալ։ Քիարա Սիլվա, մաքրման ընկերության համակարգում ազգանունը գրանցված չէր։ 17 տարեկան, ինչպես ինքն էր ասել։ Նա ավագ դպրոցն ավարտել էր հանրակրթական դպրոցում, լրացուցիչ քննությունների միջոցով։ Նրա մայրը, Ռոզ Սիլվան, շենքում աշխատել էր 5 տարի, միշտ գնահատվելով որպես օրինակելի աշխատակից։ Մարկոն շարունակեց կարդալ։ Նրանք ապրում էին Արվարձանում գտնվող մի փոքրիկ վարձակալած բնակարանում, մի թաղամասում, որը Մարկոն միայն անունով գիտեր։ Ռոզը վերջին 1 տարվա ընթացքում 2 անգամ հոսպիտալացվել էր շնչառական խնդիրների պատճառով։ Բժշկական հաշիվները ուշացել էին։ Քիարան երբեմն աշխատում էր, օգնելով մորը, ինչպես նա ազատ թարգմանություններ էր անում առցանց, հիմնականում փոքր էլեկտրոնային արթրի կայքերի համար։ Ուրիշ բան կա, պարոն, հարցրեց Վիկտորը, երբ Մարկոն ավարտեց կարդալը։ Այո։ Ես ուզում եմ, որ դուք պարզեք, թե նրա մայրը որ հիվանդանոցից է օգտվում։ Եվ ես ուզում եմ այսօր խոսել մաքրող ընկերության մենեջերի հետ։ Կան որե կոնկրետ հրահանգներ։ Մարկոն փակեց թղթապանակը, նայեց պատուհանից դուրս։ Այո։ Մենք կհոգանք այս ընտանիքի մասին։ Բայց զգուշորեն։ Ես չեմ ուզում, որ նրանք ամաչեն։ Առավոտյան մնացած մասը Մարկոն դժվարանում էր կենտրոնանալ իր աշխատանքի վրա։ Հանդիպումները թվում էին ավելի փոքր, պակաս կարևոր։ Նա անընդհատ մտածում էր, թե ինչպես 17-ամյա մի աղջիկ կարողացավ անել այն, ինչ փորձառու ղեկավարները չէին կարող, փրկել կորած թվացող բիզնեսը։ Կեսօրին մոտ Մարկոն իջավ շենքի վարչական հարկ, մաքրման ընկերության մենեջեր Ալբերտոյի հետ խոսելու։ Պարոն Ալյանց, ինչ պատիվ է ձեզ այստեղ տեսնելը, ասաց Ալբերտոն, ակնհայտորեն նյարդային տեսքով։ Հուսով եմ, մեր ծառայությունների հետ կապված որևէ խնդիր չի լինի։ Ընդհակառակը, Ալբերտո։ Ես ուզում եմ խոսել Ռոզ Սիլվայի նրա դստեր, Քիարայի մասին։ Ալբերտոն դժվարությամբ կուլ տվեց։ Կան բողոքներ։ Գիտեմ, որ Ռոզը վերջերս մի փոքր թույլ է, բայց նա հիանալի աշխատակից է։ Եթե նրա դուստրը 3 որևէ խնդիր է առաջացրել։ Կանգնիր, ձեռքը բարձրացրեց Մարկոն։ Նրա դուստրը 3 ինձ անչափ օգնեց։ Ես ուզում եմ իմանալ Ռոզի առողջական վիճակի մասին։ Ալբերտոն տեսանելիորեն հանգստացավ։ Ահա, այո։ Ռոզը շնչառական խնդիրներ ունի։ Բժիշկն ասաց, որ դա սթրեսի գերծանրաբեռնվածության հետանք է։ Նա փորձում է բուժել այն, բայց դեղորայքը թանկ է։ Իսկ ինչ կասեք նրանց ֆինանսական վիճակի մասին։ Ճիշտն ասած, բավականին բարդ է։ Ռոզը երբեք չի բաց թողնում աշխատանքային օրը, նույնիսկ երբ պետք է հանգստանա։ Նա վախենում է կորցնել աշխատանքը, չկարողանալ վճարել վարձը։ Մարկոն գլխով արեց։ Ալբերտո, այսօրվանից Ռոզը կունենա լիարժեք առողջության ապահովագրություն, որը կվճարի ընկերությունը։ Եվ ես ուզում եմ, որ նա դառնա մաքրության վերահսկիչ, համապատասխան աշխատավարձով։ Ալբերտոն մի քանի անգամ թարթեց, տեղեկատվությունը մշակելով։ Պարոն, դա շատ առատաձեռն է, բայց դրա մասին վիճել հնարավոր չէ։ Սիլվա ընտանիքը մեր ընկերությանը մատուցել է արտակարգ ծառայություն։ Սա նվազագույնն է, որ ես կարող եմ անել։ Իսկ Քիարայի մասին ինչ կասես։ Մարկոն մի պահ մտածեց։ Առայժմ, ոչինչ։ Ես չեմ ուզում, որ նրանք կասկածեն, որ կա որևէ կապ։ Ռոզն արժանի է պաշտոնի բարձրացմանը, իր արժանիքների շնորհիվ։ 5 տարվա ամբասիր աշխատանքը արժանի է ճանաչման։ Այդ կեսօրին Մարկոն հաճախ էր պատուհանից դուրս նայում, հույս ունենալով շենքում տեսնել Քիարային։ Բայց նա չերաց։ Ռոզը եկել էր աշխատանքի, թվալով, թե իրեն ավելի լավ է զգում, երբ լսեց իր պաշտոնի բարձրացման մասին, նրա դեմքին անհավատության երախտագիտության արտահայտություն կար։ Օրվա վերջում, երբ Մարկոն դուրս էր գալիս շենքից, նա տեսավ Քիարային, որը քայլում էր դեպի մուտքը։ Նա հոգնած տեսք ուներ, գրելով ծանր մեջքի պայուսակ։ Քիարա, կանչեց նա նրան։ Նա զարմացած շրջվեց։
Պարոն Մարկո, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Իսկ դու։ Ինչպե՞ս է մայրիկդ։ Շատ ավելի լավ է, շնորհակալություն։ Իրականում, այսօր անհավանական մի բան տեղի ունեցավ։ Նրան նշանակեցին վերահսկիչի պաշտոնում ստացան առողջության ապահովագրություն։ Մենք չգիտենք, ինչպես կամ ինչու, բայց շատ շնորհակալ ենք։ Մարկոն ժպտաց, փորձելով անտարբեր հնչել։ Դա լավ է։ Նա պետք է որ արժանի լինի դրան։ Նա անկասկած արժանի է դրան, հպարտությամբ ասաց Քիարան։ Նա նրանց ունեցած լավագույն աշխատակիցն է։ Իսկ դու։ Ինչ ես անում այսօր այստեղ։ Ես եկա մի քանի բան վերցնելու, որոնք մայրս երեկ մոռացել էր։ Եվ նա տատանվեց։ Ինչ։ Մտածում էի երեկ ասածիդ մասին։ Իմ ներուժի մասին։ Քիարան խորը շունչ քաշեց։ Կարող ենք խոսել։ Մարկոն բավարարվածության ալիք զգաց, լսելով Քիարայի խոսքերը։ Նախորդ գիշերը նա սպասել էր, որ նա մտածի իր իրավիճակի մասին, բայց վստահ չէր, թե արդյոք նա կձեռնարկի նախաձեռնությունը։ Իհարկե, կարող ենք խոսել, պատասխանեց նա, շուրջը նայելով։ Շենքի նախասրահը լի էր աշխատանքից դուրս եկող աշխատակիցներով։ Իսկ ինչպես կլինի, եթե բարձրանանք իմ գրասենյակ։ Մենք ավելի շատ գաղտնիություն կունենանք։ Քիարան մի պահ տատանվեց, նայելով իր մեջքի պայուսակին պարզ հագուստին։ Չեմ ուզում քեզ անհանգստացնել։ Գիտեմ, որ զբաղված ես։ Դու երեկ $47 միլիարդ պայմանագիր խնայեցիր, Քիարա։ Կարծում եմ, կարող եմ մի քանի րոպե հատկացնել քեզ հետ խոսելու համար։ Նրանք լուռ վերելակով բարձրացան 40-րդ հարկ։ Մարկոն նկատեց, թե ինչպես է Քիարան հետաքրքրությամբ դիտարկում ամեն ինչ, բայց առանց վախենալու տպավորություն թողնելու։ Նրա մեջ բնական հետաքրքրասիրություն կար, կարծես նա կլանում էր յուրաքանչյուր մանրուք, ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես է գործում այդ աշխարհը։ Տպավորիչ է, մրմնջաց նա, երբ նրանք մտան Մարկոյի սենյակ, վայելելով մայրաքաղաքի համայնապատկերը։ Խնդրում եմ, նստեք, ասաց Մարկոն, ցույց տալով իր սեղանի արջի կաշվե բազկաթոռներից մեկը։ Ինչ կցանկանայիք քննարկել։ Քիարան տեղավորվեց բազկաթոռին, իր մեջքի պայուսակը դնելով գետնին կողքին։ Երեկ դու ասացիր, որ ես ներուժ ունեմ։ Ես ամբողջ գիշեր մտածում էի դրա մասին։ Նա խորը շունչ քաշեց։ Ես միշտ երազել եմ միջազգային բիզնեսում աշխատելու մասին, բայց երբեք չեմ մտածել, որ դա հնարավոր է։ Երեկվա իրադարձությունից հետո ես սկսեցի մտածել, թե գուցե փորձեմ։ Եվ ինչ ունեք մտքում, կոնկրետ։ Չգիտեմ, խոստովանեց Քիարան։ Դա ճշմարտությունն է։ Գիտեմ, որ ուզում եմ սովորել, գիտեմ, որ լավ եմ տիրապետում լեզուներին, որ մի փոքր հասկանում եմ բիզնեսից, բայց չգիտեմ, թե ինչպես դա վերածել իրական կարիերայի։ Մարկոն հենվեց աթոռին, ուսումնասիրելով իր առջ նստած երիտասարդ կնոջը։ Քանի լեզու գիտես։ Ազատ տիրապետում եք։ Պորտուգալերեն, ճապոներեն, անգլերեն։ Ես ունեմ մանդարինի իսպաներենի միջին մակարդակ։ Եվ սկսում եմ գերմաներեն սովորել։ 17 տարեկանում 6 լեզու, տպավորված մրմնջաց Մարկոն, ինչպես կարողացար այդ ամենը սովորել։ Ինտերնետը անհավանական գործիք է, երբ դու ունես նպատակասլացություն, ժպտաց Քիարան։ Եվ այն բանից հետո, երբ տատիկս ինձ ճապոներեն սովորեցրեց, ես հայտնաբերեցի, որ ունեմ այլ լեզուներ սովորելու հակում։ Ես սկսեցի դիտել ենթագրերով ֆիլմեր, առցանց զրուցել մարդկանց հետ, թարգմանել կարճ տեքստեր, մի քանի մետաղադրամ վաստակելու համար։ Նա մի պահ լռեց, հայացքը հեռու պահելով։ Տատիկս միշտ ասում էր, որ մեր սովորած յուրաքանչյուր լեզու աշխարհը տեսնելու նոր ձև։ Երբ նա մահացավ, ես շարունակեցի սովորել, նրա հիշատակը հարգելու, նրա արմատների հետ կապը կենդանի պահելու համար։ Իսկ բիզնեսը։ Ինչպես զարգացրեցիք այդ հետաքրքրությունը։ Քիարան մի փոքր կարմրեց։ Անկեղծ ասած, ամեն ինչ սկսվեց պատահականորեն։ Երբ մայրս աշխատանքից տուն էր գալիս, երբեմն մեկնաբանում էր գրասենյակները մաքրելիս իր ականատես եղած հանդիպումները։ Ես հիացած էի։ Ես սկսեցի ուսումնասիրել նրա նշած տերմինները, թե ինչպես են աշխատում ընկերությունները։ Նա լռեց։ Եվ նա, երբ հանգստյան օրերին մաքրում էի գրասենյակները, երբեմն գտնում էի մոռացված փաստաթղթեր։ Ես երբեք գաղտնի ոչինչ չեմ կարդացել, բայց շատ բան եմ սովորել կորպորատիվ կառուցվածքի մասին։
Մարկոն գլխով արեց, տպավորված երիտասարդ կնոջ նախաձեռնությամբ։ Կիարա, կարող եմ առաջարկ անել։ Իհարկե։ Ինչ կասեք, եթե սկսենք ինտերնատուրայից։ Դուք կաշխատեք կես դրույքով մեր միջազգային բաժնում, օգնելով թարգմանությունների մշակութային վերլուծության հարցում։ Մնացած ժամանակ կարող եք սովորել։ Ես կվճարեմ միջազգային հարաբերությունների կամ բիզնեսի կառավարման համալսարանական աստիճանի համար։ Քիարայի աչքերը փայլեցին, բայց հետո նա դանդաղորեն գլուխը թափ տվեց։ Սա անհավանական առաջարկ է, բայց ես չեմ կարող ընդունել այն։ Մարկոն զարմացավ։ Ինչու՞ ոչ։ Որովհետև կարող է թվալ, թե ես արտոնյալ դիրք եմ զբաղեցնում երեկվա պատահածի պատճառով։ Եվ նա որովհետև ես պետք է օգնեմ մայրիկիս։ Քիարա, քո մայրը հենց նոր պաշտոնի բարձրացվեց։ Նա ավելի լավ աշխատավարձ առողջության ապահովագրություն կունենա։ Ինչ վերաբերում է նախապատվություն տալունը։ Մարկոն առաջ թեքվեց։ Երեկ դու ցուցադրեցիր այնպիսի հմտություններ, որոնք փորձառու ղեկավարները չունեն։ Դա նախապատվություն տալու կլիներ, եթե ես քեզ առաջարկեի մի բան, որին դու արժանի չես։ Բայց դա այդպես չէ։ Քիարան մի քանի պահ լուռ մնաց, հստակորեն կշռադատելով իր տարբերակները։ Ինչ անել, եթե չկարողանամ արդարացնել սպասելիքները։ Իսկ եթե հաջողության հասնես, հակադարձեց Մարկոն։ Կիարա, քո նման տաղանդը չի կարող վատնվել։ Դու ունես եզակի հեռանկար մշակութային ըմբռնում, որը չափազանց արժեքավոր է միջազգային բիզնեսի աշխարհում։ Կարող եմ մտածել դրա մասին։ Իհարկե։ Բայց շատ մի հետաձգեք։ Նման հնարավորությունները ամեն օր չեն լինում։ Քիարան գլխով արեց, վեր կացավ, վերցրեց իր մեջքի պայուսակը։ Պարոն Մարկո, կարող եմ հարցնել, թե ինչու եք սա անում։ Այսինքն, ինչու եք այդքան հոգ տանում ինձ մասին։ Մարկոն նույնպես վեր կացավ, մտորելով հարցի շուրջ։ Գիտես, Քիարա, ես տարիներ եմ անցկացրել այս ընկերությունը կառուցելով, գործարքներ կնքելով, շահույթ կուտակելով։ Բայց երեկ դու ինձ հիշեցրեցիր մի բան, որը մոռացել էի։ Ինչ։ Իսկական հաջողությունը միայն փող աշխատելը չէ։ Այն մարդկային ներուժը ճանաչելու զարգացնելու մեջ է։ Դուք ունեք արտասովոր տաղանդ, դա վատնում կլիներ ձեզ համար աշխարհի համար, եթե այդ տաղանդը երբեք չզարգանար։ Քիարան ժպտաց, Մարկոն առաջին անգամ տեսավ նրա դեմքին լիովին հանգիստ արտահայտություն։ Շնորհակալություն։ Ամեն ինչի համար։ Ես կխոսեմ մորս հետ մի քանի օրից կպատասխանեմ։ Հիանալի է։ Բայց հիշեք, այս առաջարկը ժամկետ չունի։ Անկախ նրանից, որոշեք ընդունել այն վաղը, թե 6 ամիս անց, դուռը բաց կլինի։ Քիարայի հեռանալուց հետո Մարկոն մնաց իր գրասենյակում, մտածելով զրույցի մասին։ Երիտասարդ կնոջ մեջ կար ինչ-որ բան, որը խորապես հետաքրքրում էր նրան։ Դա միայն նրա ինտելեկտը կամ լեզվական հմտությունները չէին։ Դա նրա ազնվությունն էր, նրա լուռ վճռականությունը, իր սկզբունքներին անսասան մնալու ունակությունը, նույնիսկ այն դեպքում, երբ դա նշանակում էր հրաժարվել հնարավորություններից։ 3 օր անցավ առանց Քիարայի մասին լուրի։ Մարկոն հաճախ էր պատուհանից դուրս նայում, հույս ունենալով տեսնել նրան շենքում։ Չորեքշաբթի առավոտյան Վիկտորը ճապոնացիների հետ պայմանագրի վերաբերյալ նորություններ բերեց։ Վերջնական փաստաթղթերը Տոկիոյից ժամանել են, տեղեկացրեց Վիկտորը։ Նրանք ցանկանում են վերջնական ստորագրումը նշանակել հաջորդ երեքշաբթի։ Եվ նրանք կոնկրետ խնդրանք են ներկայացրել։ Որը։ Նրանք ցանկանում են, որ երիտասարդ թարգմանչուհին ներկա լինի ստորագրման արարողությանը։ Նրանք ասացին, որ նա ցուցաբերել է բացառիկ մշակութային ըմբռնում, որ նրանք կցանկանային ապահովել, որ վերջնական փաստաթղթերում թյուրըմբռնումներ չլինեն։ Մարկոն ժպտաց։ Նույնիսկ ճապոնացի ներդրողները ճանաչել էին Քիարայի արժեքը։ Ես կկապվեմ նրա հետ։ Այդ կեսօրին Մարկոն իջավ առաջին հարկ ընդունարանում, հարցրեց Ռոուզի մասին։ Հյուրընկալողուհին նրան տեղեկացրեց, որ աշխատում է 25-րդ հարկում։ Մարկոն բարձրացավ, վեր տեսավ, որ նա հանդիպումների սենյակ էր կազմակերպում։ Պարոն Ալյանց, Ռոուզը զարմացավ նրան տեսնելով։ Կա։ Արդյոք որ է խնդիր։ Ոչ, Ռոուզ։ Իրականում ես ուզում էի խոսել քո դստեր մասին։ Ռոուզը նկատելիորեն լարված էր։ Եթե նա երկուշաբթի օրը որ է խնդիր առաջացրեց։ Ռոուզ, քո դուստրը մեզ շատ է օգնել։
Ես պետք է նրա հետ խոսեմ կարևոր նախագծի մասին։ Նա տանն է սովորում, ասաց Ռոուզը դեռս զգուշորեն։ Կարող եմ նրան հաղորդագրություն տալ։ Մարկոն տատանվեց։ Նա չէր ուզում Ռոուզին կասկածանք պատճառել, բայց անհրաժեշտ էր շտապ խոսել Քյարայի հետ։ Իրականում ավելի լավ կլիներ, եթե ես անմիջապես նրա հետ խոսեի։ Կարող եք ինձ տալ ձեր հասցեն։ Ես կարող եմ այսօր երեկոյան այնտեղ գնալ։ Ռոուզի աչքերը լայնացան։ Ուզում ես գալ մեր տուն։ Եթե դա մեծ խնդիր չէ։ Խոսքը Քյարայի համար մասնագիտական հնարավորության մասին է։ Ռոուզը շփոթված թվաց, բայց հասցեն գրեց մի թղթի վրա։ Պարոն Ալյանց, կարող եմ հարցնել, թե ինչ է պատահել երկուշաբթի օրը։ Քյարան տուն եկավ շատ մտախոհ, բայց չցանկացավ մանրամասներ պատմել։ Մարկոն ժպտաց։ Քո դուստրը բացառիկ տաղանդ ունի, Ռոուզ։ Եվ ժամանակն է, որ բոլորը իմանան դրա մասին։ Այդ գիշեր Մարկոն մեքենայով գնաց այն արվարձանը, որտեղ ապրում էին Քյարան Ռոուզը։ Թաղամասը պարզ էր, նեղ փողոցներով, փոքրիկ տներով, բայց խնամված։ Նա գտավ հասցեն մի փոքրիկ եռահարկ բնակարանային շենք։ Երբ դռան զանգը հնչեց, Քյարան բացեց դոմոֆոնով, ակնհայտորեն զարմացած նրա ձայնը լսելով։ Պարոն Մարկո, ի՞նչ եք անում այստեղ։ Ես պետք է խոսեմ քեզ հետ։ Կարող եմ վեր գալ։ Մի քանի րոպե անց Մարկոն նստած էր Քյարայի Ռոուզի հյուրասենյակի փոքրիկ բազմոցին։ Բնակարանը համեստ էր, բայց անթերի մաքուր կարգուկանոնով։ Սուրճի սեղանի վրա ցրված էին գրքեր, որոնց մեծ մասը տարբեր լեզուներով էր։ Մայրիկը սուրճ է պատրաստում, բացատրեց Քյարան, նստելով Մարկոյի դիմացի աթոռին։ Նա շատ նյարդային է։ Մենք երբեք այսքան կարևոր հյուր չենք ունեցել։ Քյարա, ճապոնացի ներդրողները հատուկ խնդրանքով դիմել են պայմանագրի ստորագրման արարողությունը հաջորդ երեքշաբթի օրը անցկացնելու համար։ Ինչ տեսակի խնդրանք։ Նրանք ուզում են, որ դուք ներկա լինեք։ Նրանք ուզում են համոզվել, որ վերջնական փաստաթղթերում մշակութային թյուրըմբռնումներ չկան։ Քյարան մի քանի անգամ թարթեց աչքերը։ Նրանք հատուկ ինձ խնդրել են։ Այո։ Դու շատ ուժեղ տպավորություն թողեցիր նրանց վրա։ Ռոուզը հայտնվեց սենյակում, ձեռքին սուրճով տնական թխվածքաբլիթներով լի սկուտեղ։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Անհանգստանալու կարիք չկար, բարյացակամորեն ասաց Մարկոն։ Խնդրեմ, մեզ համար մեծ պատիվ է ձեզ այստեղ տեսնելը, պատասխանեց Ռոուզը, սուրճը մատուցելով նուրբ բաժակներով։ Մարկոն մի կում սուրճ խմեց, այն շատ համեղ էր, դիմեց Քյարային։ Մտածել ես իմ առաջարկության մասին։ Քյարան նայեց մորը, որը շփոթված էր թվում։ Ինչ առաջարկ, հարցրեց Ռոուզը։ Պարոն Մարկոն ինձ առաջարկեց պրակտիկա անցնել իր ընկերությունում, բացատրեց Քյարան, եւ նա առաջարկեց վճարել իմ քոլեջի ուսման համար։ Ռոուզը գրեթե գցեց սուրճի բաժակը։ Ինչ ես նկատի ունենում։ Մարկոն դիմեց Ռոուզին, ձեր դուստրը լեզուների միջազգային բիզնեսի բացառիկ տաղանդ ունի։ Այդ հմտությունները չզարգացնելը վատնում կլինի։ Բայց նա ընդամենը երեխա է, մրմնջաց Ռոուզը։ Մայրիկ, ես 17 տարեկան եմ, մեղմ ասաց Քյարան, եւ ես պետք է սկսեմ կառուցել իմ ապագան։ Ռոուզը նայեց Մարկոյի Քյարայի միջ, ակնհայտորեն փորձելով ամեն ինչ հասկանալ։ Սա իրականություն է։ Սա ինչ-որ կատակ չէ։ Դա լիովին իրական է, վստահեցրեց Մարկոն։ Իսկ երեքշաբթի օրվա արարողության մասին Քյարան կվարձատրվի որպես մասնագիտացված խորհրդատու։ Գումարը կկազմի 5000 ռեալ օրվա աշխատանքի համար։ Այս անգամ Քյարան, Ռոուզը լիովին լուռ մնացին։ 5000 ռեալ, վերջապես հարցրեց Քյարան, նրա ձայնը գրեթե շշուկի պես էր։ Սա մեր ընկերության մասնագիտացված խորհրդատուների ստանդարտ սակագինն է, բացատրեց Մարկոն։ Ռոուզը սկսեց լուռ լաց լինել։ Քյարան վեր կացավ ծնկի իջավ մոր աթոռի կողքին, բռնելով նրա ձեռքերը։ Մայրիկ, ամեն ինչ կարգին է։ Պարզապես ես երբեք չէի մտածի, որ նման բան կարող է պատահել մեզ հետ, ասաց Ռոուզը արցունքների միջից։ Ես միշտ շատ եմ աշխատել ձեզ հնարավորություններ տալու համար, բայց երբեք չեմ պատկերացրել։ Մարկոն կոկորդում գնդիկ զգաց, դիտելով այդ տեսարանը։ Ռոուզ, քո դուստրը շատ հեռու կգնա։ Դուք երկուստ էլ արժանի եք աշխարհի բոլոր հնարավորություններին։ Քյարան արցունքն աչքերին նայեց Մարկոյին։ Ես ընդունում եմ։
Ես ընդունում եմ պրակտիկան, ընդունում եմ երեքշաբթի օրվա արարողությանը մասնակցելը։ Իսկ քոլեջը, հարցրեց Մարկոն։ Ես էլ եմ համաձայն։ Բայց մեկ պայմանով։ Որը։ Ես ուզում եմ վերադարձնել ինձ վրա ներդրված յուրաքանչյուր կոպեկը։ Դա կարող է երկար ժամանակ պահանջել, բայց ես ուզում եմ վերադարձնել այն։ Մարկոն ժպտաց։ Սա հենց այն պատասխանն էր, որը նա սպասում էր Քիարայից։ Համաձայն եմ։ Բայց նախ դու կապացուցի քո արժեքը։ Եվ ես վստահ եմ, որ կապացուցի։ Ռոզը վեր կացավ, Մարկոյի զարմանքին, գրկեց նրան։ Շնորհակալություն, շշնջաց նա։ Շնորհակալություն, որ տեսար այն, ինչ ես միշտ տեսնում էի նրա մեջ։ Այդ գիշեր, երբ Մարկոն վերադարձավ մայրաքաղաքի բարձրակարգ թաղամասում գտնվող իր բնակարան, նա զգաց այնպիսի բավարարվածություն, որը նման չէր նախկինում կնքած որևէ գործարքի։ Խոսքը միայն շահույթի կամ ընդլայնման մասին չէր։ Խոսքը մեկին իր ներուժը իրացնելու հնարավորություն տալու մասին էր։ Երեքշաբթի առավոտյան Մարկոն շուտ ժամանեց գրասենյակ, ստորագրման արարողության համար ամեն ինչ պատրաստելու համար։ Վիկտորը կազմակերպել էր ամեն մանրուք։ Գլխավոր նիստերի սենյակը զարդարված էր նրբագեղ ծաղիկներով, թարգմանված փաստաթղթերը պատրաստ էին, մի աննկատ լուսանկարիչ կֆիքսեր պատմական պահը։ Քիարան շենք ժամանեց առավոտյան ժամը 8-ին, արարողությունից 2 ժամ առաջ։ Նա հագել էր մուգ կապույտ զգեստ, որը գնել էր հատուկ այդ առիթի համար, իր առաջին պրոֆեսիոնալ հանդերձանքը։ Մարկոն հանդիպեց նրան նախասրահում տպավորված էր կերպարանափոխությամբ։ Ամաչկոտ երիտասարդ կինը, որին նա հանդիպել էր մի քանի օր առաջ, դարձել էր վստահ մասնագետ։ Պատրաստ ես, հարցրեց Մարկոն, երբ նրանք բարձրացան 40-րդ հարկ։ Այո, պատասխանեց Քիարան, ուղղելով իր մոտ գտնվող փաստաթղթերի թղթապանակը։ Վերջին 3 օրերը ես անցկացրել եմ ճապոներեն, պորտուգալերեն լեզուներով բոլոր տեխնիկական տերմինները վերանայելով։ Ես նա ուսումնասիրել եմ ճապոնական գործարար արարողությունների արձանագրությունները։ Մարկոն ժպտաց։ Քիարայի նվիրվածությունը տպավորիչ էր։ Վիկտորը պատրաստել էր ավելի փոքր սենյակ, որտեղ կարող ես ծանոթանալ վերջնական փաստաթղթերին արարողությունից առաջ։ Նախապատրաստական սենյակում Քիարան մանրակրկիտ ուսումնասիրեց պայմանագրի յուրաքանչյուր էջը։ Մարկոն հետում էր, թե ինչպես է նա նշումներ անում եզրագծերում, ընդգծելով այն պայմանները, որոնք կարող էին մշակութային շփոթություն առաջացնել։ Նրա կենտրոնացումը լիակատար էր։ Ես գտա մի քանի արտահայտություններ, որոնք կարող էին սխալ մեկնաբանվել, ասաց Քիարան, փաստաթղթերից գլուխը բարձրացնելով։ Օրինակ, այստեղ 15-րդ պարբերությունում պորտուգալերենում ճկուն պարտավորություն տերմինը կարող է հնչել որպես անլուրջություն ճապոներենում։ Ավելի լավ կլինի օգտագործել ռազմավարական հարմարվողականություն բառը։ Մարկոն զննեց Քիարայի նշած հատվածը։ Ճիշտ ես ասում։ Ուրիշ ո՞մ հետ կապված բան կա։ Այո, երկարաձգման կետում։ Այն ձակերպված լինելը կարող է տպավորություն ստեղծել, որ մենք դուռը բաց ենք թողնում հեշտ չեղարկման համար։ Ճապոնացիները կարորում են երկարաժամկետ պարտավորությունները։ Ես առաջարկում եմ վերաձակերպում, որը կընդգծի մեր մտադրությունը երկարատ գործընկերություն։ Վիկտորը մտավ սենյակ, ձեռքին կանաչ թեյով լի սկուտեղ։ Ճապոնացի ներդրողները ժամանել են։ Նրանք գլխավոր սենյակում են։ Մարկոն նայեց Քիարային։ Պատրաստ ես։ Նա խորը շունչ քաշեց, գլխով արեց։ Պատրաստ է։ Գլխավոր հանդիպումների սենյակը նրբագեղ կերպով էր կահավորված։ 5 ճապոնացի ներդրողները նստած էին օվալած սեղանի մի կողմում, իսկ կենտրոնում պատվիրակության ղեկավար պարոն Տանական։ Մարկոն զբաղեցրեց իր տեղը հակառակ կողմում, իսկ Քիարան նրա աջ կողմում։ Օհայու գոզայմասու, ճապոներեն ողջունեց Քիարան, հարգալից խոնարհվելով։ Ճապոնացիները կարծես գոհ էին պաշտոնական ողջույնից պատասխանեցին դրան աննկատ ժպիտներով։ Պարոն Տանական ճապոներեն ինչ-որ բան ասաց, որը Քիարային ժպիտ պարգեց։ Նա ասաց, որ տպավորված է, որ այդքան երիտասարդ մեկը այդքան խորը հասկանում է ճապոնական բիզնես մշակույթը, թարգմանեց Քիարան Մարկոյի համար։ Արարողությունը սկսվեց ավանդական ձականություններով։ Քիարան ճշգրտորեն թարգմանեց յուրաքանչյուր բառ, բայց Մարկոն նկատեց, որ նա պարզապես մեխանիկական թարգմանիչ չէր։ Նա մշակութային առումով հարմարեցրեց արտահայտությունները, ապահովելով տոնի մտադրության պահպանումը։
Երբ նրանք հասան փաստաթղթերի վերանայման վերջնական փուլին, Քիարան ներկայացրեց իր առաջարկները ճշգրտումների վերաբերյալ, նա բացատրեց յուրաքանչյուր փոփոխություն պորտուգալերենով ճապոներենով, հիմնավորելով, թե ինչպես յուրաքանչյուր փոփոխություն կբարելավի փոխըմբռնումը։ Պարոն Տանական երկար խոսեց իր գործընկերների հետ ճապոներենով։ Մարկոն հետում էր նրանց դեմքի արտահայտություններին, փորձելով գնահատել, թե արդյոք փոփոխությունները լավ են ընդունվում։ Նրանք շատ գոհ են ադապտացիաներից, հաղորդել է Քիարան։ Պարոն Տանական ասել է, որ հազվադեպ է հանդիպել նման երիտասարդ մասնագետի, նման մշակութային զգայունությամբ։ Փաստաթղթերը վերանայվեցին, ճշգրտվեցին, վերատպվեցին։ Առավոտյան ժամը 11-ին ամեն ինչ պատրաստ էր պաշտոնական ստորագրման համար։ Մարկոն ամբողջ գործընթացի ընթացքում հետում էր Քիարային, նկատելով, թե ինչպես է նա պահպանում իր հանգստությունը նույնիսկ պահի ճնշման տակ։ Նրա ժեստերում կար հասունություն, որը գերազանցում էր նրա տարիքը, կարծես կյանքում նրա արժ ծառացած յուրաքանչյուր մարտահրավեր նպաստել էր այս ներքին ուժի ձևավորմանը, որն այժմ բնականաբար ի հայտ էր գալիս։ Սենյակը լցված էր յուրահատուկ էներգիայով։ Բոլորը գիտեին, որ ականատես են լինում ընկերության համար պատմական իրադարձության, լուսանկարիչը զգուշորեն լուսանկարել էր յուրաքանչյուր պահը, բայց Մարկոն գիտեր, որ իրական հիշողությունները փորագրվում էին նրանց սրտերում։ Մարկոն առաջինը ստորագրեց, ապա պարոն Տանական։ Մեկը մյուսի հետից ճապոնական պատվիրակության մյուս անդամները ավելացրին իրենց ստորագրությունները։ Երբ վերջին ստորագրությունն էլ արվեց, դահլիճը պայթեց լուրջ ծափահարություններից։ «Կամպայ», ասաց պարոն Տանական, բարձրացնելով Վիկտորի տրամադրած սակեի բաժակը։ «Կամպայ», բոլորը միաբերան պատասխանեցին։ Արարողությունից հետո Մարկոն մոտեցավ Քիարային։ «Ինչպես ես զգում»։ «Անհավանական է», պատասխանեց նա, աչքերը փայլելով զգացմունքներից։ «Ես երբեք չէի պատկերացնի, որ կմասնակցեմ այդքան կարևոր մի բանի»։ Պարոն Տանական մոտեցավ նրանց կարճ խոսեց Քիարայի հետ ճապոներեն։ Վերջինս քաղաքավարի պատասխանեց, երկուսը ծիծաղեցին մի բանի վրա, որը Մարկոն չէր հասկանում։ «Ինչ էիք քննարկում դուք երկուսով», հարցրեց Մարկոն, երբ Տանական հեռացավ։ «Նա ինձ առաջարկեց պրակտիկա անցնել Տոկիոյում», ասաց Քիարան, ակնհայտորեն դեռ մշակելով առաջարկը։ Նա ասաց, որ իրենց ընկերությունն ունի ծրագիր երիտասարդ տաղանդների համար, որ ես շատ ողջունելի կլինեմ։ Մարկոն անհանգստության զգացում ունեցավ։ Նա չէր ուզում այդքան շուտ կորցնել Քիարային։ «Եվ դու ինչ պատասխանեցիր»։ «Մեծ պատիվ էր առաջարկը ստանալը, բայց ես դեռ շատ բան ունեմ սովորելու այստեղ, Բրազիլիայում»։ Մարկոն ժպտաց, թեթացած։ «Խելացի որոշում։ Բայց կապի մեջ մնա նրա հետ։ Միջազգային հնարավորությունները արժեքավոր են»։ Հաջորդող շաբաթների ընթացքում Քիարան պաշտոնապես սկսեց իր պրակտիկան Alliance Corporation-ի միջազգային բաժնում։ Մարկոն ամեն օր նկատում էր նրա առաջընթացը, տպավորված նրանով, թե որքան արագ էր նա յուրացնում նոր հասկացությունները։ Վիկտորը նրա համար սեղան էր պատրաստել թարգմանիչների թիմի կողքին, բայց Քիարան արագորեն ապացուցեց, որ իր հմտությունները շատ ավելի մեծ են, քան պարզապես թարգմանությունը։ Նա սկսեց մասնակցել պլանավորման հանդիպումներին, առաջարկելով մշակութային տարբերությունների վերաբերյալ պատկերացումներ, որոնք կարող էին ազդել բանակցությունների վրա։ Մարկո, ասաց միջազգային բաժնի տնօրեն Ագնեսը գնահատման հանդիպման ժամանակ։ Քիարան հեղափոխություն է մտցնում ասիացի հաճախորդների հետ մեր մոտեցման մեջ։ Նա խնդիրներ հայտնաբերեց 3 տարբեր առաջարկներում, որոնք կարող էին միլիոնավոր դոլարներ արժենալ։ «Ինչ խնդիրներ կան», հարցրեց Մարկոն։ «Նուրբ մշակութային խնդիրներ, որոնք նույնիսկ մենք, փորձառուներս, չենք կարողանում ընկալել։ Օրինակ, հարավկորեական ընկերության առաջարկի մեջ մեր ներկայացման գույները մշակութային առումով անհամապատասխան էին։ Չինական առաջարկի մեջ մեր թիմի հիերարխիկ կառուցվածքը սխալ ազդանշաններ էր ուղարկում»։ Մարկոն գլխով արեց, գոհ, բայց ոչ զարմացած։ «Իսկ ինչպես է նա հարմարվում սոցիալապես»։ Ագնեսը տատանվեց։ «Դե, դա այն կետն է, որը դու գուցե պետք է քննարկես նրա հետ»։ «Ինչ նկատի ունես»։ Ավելի տարեց աշխատակիցներից մի քանիսը դիմադրում են նրա ներկայությանը։ Ոչ թե որովհետև նա կոմպետենտ չէ, այլ ակնհայտ է, որ նա բացառիկ է։ Այլ որովհետև նա շատ երիտասարդ է, այլ ծագում ունի։ Մարկոն խոժոռվեց։ Մասնավորապես որե մեկի։ Առաջին հերթին, Թեոն տնօրենների խորհրդից։ Նա մեկնաբանություններ է արել համապատասխան վերապատրաստում չունեցող մարդկանց վարձելու մասին։
Եվ որոշ ավագ թարգմանիչներ իրենց սպառնալիքի տակ են զգում։ Ես կխոսեմ Թեոյի հետ, վճռականորեն ասաց Մարկոն։ Իսկ թարգմանիչների մասին ինչ կասեք։ Քիարան դա լավ է անում ինքնուրույն։ Նա շատ հարգալից է միշտ գովաբանում է իր գործընկերներին այն բանի համար, ինչ սովորել է նրանցից։ Բայց ես նկատել եմ, որ նա գրեթե ամեն օր մենակ է ճաշում։ Այդ կեսօրին Մարկոն Քիարային գտավ իր սեղանի մոտ, կլանված Մերձավոր Արևելքում գործարար պրակտիկայի մասին զեկույցով։ Նա իր ճաշի ընդմիջման ժամանակ արաբերեն էր սովորում։ Քիարա, կարող եմ քեզ հետ խոսել։ Իհարկե, պարոն Մարկո։ Նրանք գնացին ավելի փոքր խորհրդակցական սենյակ։ Մարկոն փակեց դուռը, նստեց դրա առջ։ Ինչպե՞ս եք ձեզ զգում ընկերությունում։ Քիարան տատանվեց պատասխանելուց առաջ։ Աշխատանքը անհավանական է։ Ես ավելին եմ սովորում, քան երբեք հնարավոր էի պատկերացնում։ Իսկ սոցիալապես։ Ինչպե՞ս են հարաբերությունները գործընկերների հետ։ Քիարան հայացքը իջեցրեց։ Ոմանք շատ հյուրընկալ են։ Ագնեսը ինձ համար խորհրդատուի պես է եղել։ Վիկտորը միշտ օգնում է ինձ, երբ ես դրա կարիքն ունեմ։ Իսկ ուրիշները։ Մյուսներին ժամանակ է պետք, որ ինձ սովորեն։ Հասկանում եմ։ Ես շատ երիտասարդ եմ, իմ ծագումը տարբեր է։ Բնական է, որ նրանք կասկածներ ունեն։ Մարկոն հիացավ Քիարայի պատասխանի հասունությամբ, բայց դա չնվազեցրեց նրա մտահոգությունը։ Քիարա, դու արժանի ես այստեղ լինել։ Երբեք մի կասկածիր դրանում։ Գիտեմ, ասաց նա փոքր, բայց անկեղծ ժպիտով։ Եվ ես չեմ հանձնվելու մի քանի կասկածելի հայացքների պատճառով։ Հաջորդ շաբաթ ընկերությունը ստացավ Մերձավոր Արևելքում գործունեությունը ընդլայնելու առաջարկ։ Ագնեսը առաջարկեց, որ Քիարան ուղեկցի պատվիրակությանը որպես մշակութային փորձագետ, քանի որ նա ցուցադրել էր տարածաշրջանի վերաբերյալ տպավորիչ գիտելիքներ։ Սա անհավանական հնարավորություն է, ասաց Մարկոն, երբ Քիարան եկավ խոսելու ուղղորության մասին։ Բայց դա նա մեծ պատասխանատվություն է։ Դուք ձեզ պատրաստ եք զգում։ Կարծում եմ, այո, պատասխանեց Քիարան։ Ես շատ բան եմ ուսումնասիրել արաբական աշխարհում բիզնեսի մասին։ Ես հասկանում եմ մշակութային զգայունությունը, բանակցային արձանագրությունները, հյուրընկալության ակնկալիքները։ Իսկ լեզուն։ Իմ արաբերենը դեռ տարրական է, բայց բավարար է արտակարգ իրավիճակների համար։ Հաճախորդը ազատ խոսում է անգլերեն, ուստի հաղորդակցման որևէ խնդիր չպետք է լինի։ Մարկոն գլխով արեց։ Պատվիրակությունը մեկնում է երկուշաբթի օրը։ Ագնեսը կղեկավարի, իսկ դու կլինես մշակութային խորհրդատուն։ Ուղղորությունը մանրակրկիտ կերպով պլանավորված էր։ Քիարան մշակութային ճեպազրույցներ պատրաստեց ամբողջ թիմի համար, բացատրելով ամեն ինչ հագուստի կանոններից մինչ գործնական էթիկետ։ Մարկոն տպավորված էր նրա հետազոտության խորությամբ։ Ուղղորությունից առաջ, ուրբաթ օրը, Քիարան իր սեղանի մոտ էր վերջնականապես կարգավորում էր վերջին մանրամասները, երբ վարչական խորհրդից Թեոն մոտեցավ։ Այսինքն դու ներկայացնելու ես մեր ընկերությունը Մերձավոր Արևելքում, ասաց Թեոն սկեպտիկորեն լի տոնով։ Ես կուղեկցեմ պատվիրակությանը որպես մշակութային խորհրդատու, քաղաքավարի պատասխանեց Քիարան։ 17 տարեկան խորհրդատու։ Հետաքրքիր է։ 18 ուղեց Քիարան։ Իմ ծննդյան օրը անցյալ շաբաթ էր։ Թեոն անհամբեր ժպտաց։ Ահ, 18 տարեկան։ Ինչ տարբերություն է սա։ Հուսով եմ, հասկանում ես, թե ինչ պատասխանատվություն ես ստանձնում։ Քո սխալը կարող է միլիոններ արժենալ ընկերությանը։ Քիարան պահպանեց իր հանգստությունը։ Ես լիովին հասկանում եմ պատասխանատվությունը, պարոն Թեո։ Եվ ես չեմ մտադիր ձեզ հիասթափեցնել։ Հուսով եմ, ոչ։ Մարկոն, որը իր գրասենյակից լսել էր զրույցի մի մասը, դուրս եկավ մոտեցավ Թեոյին։ Թեո, կարող եմ քեզ հետ առանձին խոսել։ Մարկոյի գրասենյակում զրույցը անմիջական էր։ Ես չեմ հանդուրժի, որ դու վախեցնես իմ թիմին, կտրուկ ասաց Մարկոն։ Վախեցնելով։ Ես պարզապես արտահայտում եմ արդարացի մտահոգություններ, հակադարձեց Թեոն։ Դուք խաղադրույք եք կատարում ընկերության ապագայի վրա անփորձ երեխայի վրա։ Այս երեխան փրկեց 47 միլիարդ դոլարի պայմանագիր։ Եվ ցուցադրեց այնպիսի հմտություններ, որոնք տասնամյակների փորձ ունեցող ղեկավարները չունեն։ Սկսնակի հաջողությունը։ Թեո, թույլ տուր հստակ լինեմ։
Քիարան իմ թիմի անդամ է, ունի իմ լիակատար աջակցությունը։ Եթե դու խնդիրներ ունես իմ կառավարչական որոշումների հետ կապված, կարող ես դիմել խորհրդին։ Բայց ես չեմ հանդուրժի, որ դու անհարգալից վերաբերմունք ցուցաբերես իմ աշխատակիցների նկատմամբ։ Թեոն սենյակից դուրս եկավ տեսանելիորեն նյարդայնացած։ Մարկոն վերադարձավ այնտեղ, որտեղ Քիարան աշխատում էր։ Նա կենտրոնացած մնաց իր զեկույցների վրա, բայց Մարկոն լարվածություն նկատեց նրա ուսերին։ Ամեն ինչ կարգին է։ Այո, պատասխանեց նա, չնայելով նրան։ Պարոն Մարկո, կարող եմ ձեզ մի բան հարցնել։ Իհարկե։ Իսկապես հավատում ես, որ ես պատրաստ եմ այս ճանապարհորդությանը։ Մարկոն նստեց Քիարայի սեղանի կողքին գտնվող աթոռին։ Քիարա, իմ 15 տարվա ղեկավար պաշտոն զբաղեցնելու ընթացքում հազվադեպ եմ տեսել մեկին այնքան պատրաստված, որքան դու։ Թեոն արձագանքում է վախից, այլ ոչ թե տրամաբանությունից։ Վախենալ ինչի՞ց։ Փոփոխության վախ։ Վախ, որ քեզ նման մարդիկ կապացուցեն, որ փորձը միայն աշխատանքային ստաժի, այլ տաղանդի նվիրվածության մասին չէ։ Քիարան վերջապես նայեց Մարկոյին։ Ես քեզ չեմ հիասթափեցնի։ Գիտեմ, որ չի լինի։ Երկուշաբթի առավոտյան պատվիրակությունը մեկնեց Մերձավոր Արևելք, Մարկոն գնաց օդանավակայան, թիմին հրաժեշտ տալու, Քիարան անթերի տեսք ուներ պահպանողական մասնագիտական հագուստով, ձեռքին մշակութային հետազոտություններով լի պորտֆել։ Հիշեք այն ամենը, ինչ մենք ուսումնասիրել էինք, ասաց Ագնեսը Քիարային նստելուց առաջ։ Եվ վստահեք ձեր բնազդներին։ Ես կհիշեմ, խոստացավ Քիարան։ Մարկոն մոտեցավ նրան, նախքան նա օդանավակայանի անվտանգության ստուգումն անցներ։ Քիարա, անկախ նրանից, թե ինչ կպատահի այս ճանապարհորդության ընթացքում, ուզում եմ, որ իմանաս, որ ես հպարտ եմ քեզնով։ Շնորհակալ եմ ինձ հավատալու համար, պատասխանեց նա։ Պարզապես եղիր ինքդ քեզ։ Դա ավելին քան բավարար է։ Մարկոն նայում էր ինքնաթիռի թռիչքին, հպարտության անհանգստության խառնուրդով։ Քիարան պատրաստվում էր բախվել իր ամենամեծ մասնագիտական մարտահրավերին։ Նա հույս ուներ, որ ամեն ինչ լավ կընթանա, բայց գիտեր, որ արդյունքից անկախ, նա այս փորձառությունից դուրս կգա ավելի ուժեղ, ավելի պատրաստված ապագայի համար։ Դուբայ կատարած ուղղորությունը սկսվեց հիանալի կերպով։ Քիարան տպավորել էր թե Ագնեսին, թե տեղացի հաճախորդներին իր մշակութային ծագմամբ գործարար արձանագրությունների իմացությամբ։ Առաջին 2 օրերի ընթացքում հանդիպումները սահուն ընթացան, ընդլայնման պայմանագիրը, կարծես, հաստատման ճանապարհին էր։ Երրորդ գիշերը Ահմեդ Ալ-Ռաշիդը, առաջատար տեղացի ներդրողը, բրազիլական պատվիրակությանը հրավիրեց իր նստավայր, ընթրիքի, ինչը մեծ պատիվ էր Էմիրատների բիզնես մշակույթում։ Ագնեսը թիմին ներկայացրեց պատշաճ էթիկետի կանոնները, իսկ Քիարան լրացրեց մշակութային առումով համապատասխան նվերների մանրամասները։ Ես մի քանի բրազիլական ձեռագործ իրեր եմ բերել, բացատրեց Քիարան Ագնեսին, երբ նրանք պատրաստվում էին հյուրանոցում, ես ուշադիր ուսումնասիրեցի, համոզվելու համար, որ դրանք համապատասխան են։ Ագնեսը զննեց Քիարայի ընտրած նվերները, բրազիլական թռչուններ պատկերող փոքրիկ օճառաքարե քանդակներ, երկրաչափական նախշերով ձեռագործ գործվածքներ։ Հիանալի ընտրություն։ Դրանք ցուցադրում են մեր մշակույթը, առանց որե կրոնական կանոնակարգ խախտելու։ Ահմեդի տանը ընթրիքը հիանալի էր։ Ալ-Ռաշիդ ընտանիքը բրազիլացիներին դիմավորեց ավանդական հյուրընկալությամբ, իսկ Քիարան բոլորին տպավորեց արաբերենի իր տարրական գիտելիքներով մշակութային զգայունությամբ։ Ընթրիքի ընթացքում նա հարգանքով զրուցեց Ահմեդի կնոջ հետ բրազիլական արվեստի մասին։ Երբ նվերներ փոխանակելու ժամանակը եկավ, Քիարան վստահորեն կանգնեց։ Նա մանրակրկիտ ուսումնասիրել էր արաբական մշակույթում նվերներ տալը, վստահ էր, որ ընտրել էր համապատասխան իրեր։ Մեր ընկերության բրազիլացի ժողովրդի անունից, ասաց Քիարան, նվիրելով նրբագեղ տուփը, մենք կցանկանայինք առաջարկել այս նվերը, որպես մեր բարեկամության գործընկերության խորհրդանիշ։ Ահմեդը բացեց տուփը, մի պահ լուռ մնաց, որը, կարծես, հավերժ կտեր։ Քիարան նկատեց, որ նրա դեմքի արտահայտությունը աննկատելիորեն փոխվեց, նրա մեջքով սարսուռ անցավ։ Ինչ-որ բան այն չէր։ Ահմեդի կինը արաբերեն ինչ-որ բան շշնջաց ամուսնու ականջին։ Քիարան բռնեց միայն մի քանի բառ, բայց դա բավական էր, որ նա հասկանար, որ սարսափելի սխալ էր թույլ տվել։ Ահմեդը զգուշորեն փակեց արկղը, քաղաքավարի շնորհակալություն հայտնեց, բայց սենյակում մթնոլորտը փոխվել էր։ Զրույցները դարձան պաշտոնական կարճ։ Մեկ ժամվա ընթացքում Ալ-Ռաշիդները հստակորեն ազդանշան տվեցին, որ ընթրիքն ավարտվել է։
Հյուրանոց վերադառնալու ճանապարհին Ագնեսը հարցրեց. «Կիարա, ինչ պատահեց այնտեղ»։ Նվերներից հետո մթնոլորտը լիովին փոխվեց։ Կիարան զգաց, որ ստամոքսում սրտխառնոց է աճում։ Կարծում եմ, սարսափելի սխալ եմ թույլ տվել։ Բայց չեմ կարողանում հասկանալ, ինչ։ Վերադառնալով հյուրանոց, Կիարան ժամերով խելագարորեն որոնումներ էր անում ինտերնետում, փորձելով հասկանալ, թե ինչն էր այն չէ եղել։ Առավոտյան ժամը 3-ին նա գտավ պատասխանը։ Նրա ընտրած թռչունների քանդակներից մեկը ներկայացնում էր մի տեսակ, որը, չնայած գեղեցիկ էր Բրազիլիայում, որոշ արաբական ավանդույթներում համարվում էր վատ նախանշան։ Նա անմիջապես զանգահարեց Մարկոյին, մոռանալով ժամային տարբերության մասին։ «Կիարա, այստեղ առավոտյան ժամը 3-ն է»։ «Ամեն ինչ կարգին է», անհանգստացած պատասխանեց Մարկոն։ «Մարկո, ես ամեն ինչ խառնեցի», ասաց Կիարան, ձայնը լի էր արցունքներով։ «Ես սարսափելի մշակութային սխալ թույլ տվեցի։ Պայմանագիրը կորել է իմ պատճառով։ Խորը շունչ քաշիր, պատմիր ինձ, թե ինչ է պատահել»։ Կիարան պատմեց ամբողջ իրավիճակը, բացատրելով քանդակի բացասական խորհրդանիշի մասին իր հայտնագործությունը։ «Ես պետք է ավելի շատ ուսումնասիրեի։ Ես պետք է ստուգեի յուրաքանչյուր մանրուք։ Ես հիմար եմ»։ «Կիարա, դադարեցրու», վճռականորեն ասաց Մարկոն։ «Սխալներ լինում են։ Հիմա կարևորն այն է, թե ինչպես ենք դրանք շտկելու»։ «Ինչ»։ Ահմեդը հազիվ նայեց ինձ, երբ մենք հեռացանք։ Ագնեսը շատ է ջախջախվել, չնայած նա չափազանց քաղաքավարի է ինձ ուղղակիորեն մեղադրելու համար։ Նախ դու մի քիչ կքնես։ Հետո մենք կգտնենք մի ճանապարհ սա լուծելու համար։ Հավատա ինձ։ Հաջորդ առավոտյան Կիարան հյուրանոցում նախաճաշելու եկավ, աչքերի տակ խորը մուգ շրջանակներով։ Ագնեսը պլանշետով էլեկտրոնային նամակներ էր կարդում, դեմքի արտահայտությունը լարված էր։ «Բարի լույս», ամաչկոտ ասաց Կիարան։ «Բարի լույս, Կիարա»։ Ահմեդը չեղարկել է այսօրվա հանդիպումը։ Նա ասել է, որ պետք է վերանայի գործընկերության որոշ ասպեկտներ։ Կիարան ծանր նստեց աթոռին։ «Ագնես, շատ եմ ներողություն խնդրում։ Ես լրիվ խառնվեցի»։ Ագնեսը նրան նայեց մեղմացած արտահայտությամբ։ «Կիարա, մենք բոլորս սխալներ ենք թույլ տալիս։ Ինձ տպավորիչ է այն, թե ինչպես դու անմիջապես ստանձնեցիր պատասխանատվությունը։ Իմ ծանոթ շատ ղեկավարներ կփորձեին մեղադրել ուրիշներին կամ արդարացումներ գտնել։ Բայց դա իրավիճակը չի լավացնում։ Ոչ, բայց դա ցույց է տալիս նրա բնավորությունը։ Հիմա եկեք մտածենք, թե ինչպես լուծել սա»։ Կիարան խորը շունչ քաշեց։ «Ես մի միտք ունեմ, բայց դա ռիսկային է»։ «Ինչ ունես մտքումդ»։ «Ես ուզում եմ անձամբ գնալ Ահմեդի տուն։ Միայնակ։ Ես ուզում եմ արաբական ավանդույթի համաձայն պատշաճ կերպով ներողություն խնդրել, բացատրել, որ սխալը պայմանավորված էր միայն անտեղյակությամբ, այլ ոչ թե անհարգալից վերաբերմունքով»։ Ագնեսը խոժոռվեց։ «Կիարա, սա կարող է ավելի վատթարացնել իրավիճակը, եթե ճիշտ չանվի։ Կամ կարող ես փրկել նրանց»։ «Ագնես, ես ամբողջ գիշեր ուսումնասիրեցի արաբական մշակույթում ներողության արարողակարգերը։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչպես մոտենալ դրան»։ Կիարայի նախաձեռնությունը սատարող Մարկոյի հետ երկար հեռախոսազրույցից հետո Ագնեսը համաձայնվեց ծրագրին։ Նրանք կապ հաստատեցին Ահմեդի օգնականի հետ, խնդրեցին անձնական հանդիպում։ Նրանց զարմանքին, Ահմեդը համաձայնվեց հանդիպել Կիարայի հետ այդ կեսօրին։ Կիարան մանրակրկիտ պատրաստվեց։ Նա հագնվեց պահպանողական ոճով, բերեց մշակութային առումով համապատասխան ներողության նվեր, որը գնել էր այդ առավոտյան, կրկնեց իր խոսքերը արաբերենով։ Ահմեդի բնակարանը ցերեկային լույսի ներքո այլ տեսք ուներ, ավելի տպավորիչ, ավելի լուրջ։ Կիարային դիմավորեց օգնականը, տարավ նրբագեղ գրասենյակ, որտեղ Ահմեդը սպասում էր նրան։ «Սաիդ Ահմեդ», արաբերեն սկսեց Կիարան, «ես այստեղ եմ եկել երեկոյան իմ անկեղծ ներողությունը խնդրելու մշակութային անտեղյակության համար»։ Ահմեդը հոնքը բարձրացրեց, ակնհայտորեն զարմացած, որ նա արաբերեն էր խոսում։ Կիարան շարունակեց, հերթագայելով արաբերենից անգլերեն. «Ես հայտնաբերեցի, որ իմ առաջարկած նվերներից մեկը ձեր մշակույթում բացասական խորհրդանիշներ է կրում։ Սա իմ անփորձության արդյունք էր, այլ ոչ թե որևէ անհարգալից վերաբերմունքի։ Ես գրում եմ ձեզ, խնդրելու ձեր հասկացողությունն ու առաջնորդությունը»։
Ահմեդը երկար ժամանակ լուռ մնաց, ուսումնասիրելով Քիարային։ Դու ուսումնասիրել ես մեր ներողության արարողակարգերը, վերջապես ասաց նա անգլերենով։ Այո, պարոն։ Ես ուզում եմ սա ճիշտ անել։ Արմատյանների մեծ մասը կփորձեր արդարացնել սխալը կամ նվազեցնել դրա նշանակությունը։ Դուք ամբողջ պատասխանատվությունը ստանձնեցիք, որովհետև դա ընդունելը իմ սխալն էր։ Ահմեդը վեր կացավ, մոտեցավ պատուհանին։ Քիարա, կարող եմ հարցնել քո տարիքը։ 18 տարեկան, պարոն։ 18 տարի, մտածկոտ կրկնեց նա։ Եվ դուք թռաք մեկ այլ մայրցամաք, անձամբ ներողություն խնդրելու մշակութային թյուրիմացության համար։ Այո, պարոն։ Ահմեդը դիմեց նրան։ Գիտես, թե դա ինչ է ասում քո բնավորության մասին։ Այն ինձ ասում է, որ դու հենց այն մարդն ես, որի հետ ես ուզում եմ գործ ունենալ։ Քիարան շփոթված թարթեց աչքերը։ Պարոն։ Քիարա, սխալներ լինում են։ Բայց մեր սխալների հետ վարվելակերպը բացահայտում է, թե ովքեր ենք մենք իրականում։ Դու ցուցաբերեցիր խոնարհություն, պատասխանատվություն, քաջություն։ Այս հատկանիշներն ավելի արժեքավոր են, քան յուրաքանչյուր մշակութային սովորույթի կատարյալ իմացությունը։ Այսպիսով, պայմանագիրը կստորագրվի նախատեսվածի պես։ Բայց մեկ պայմանով։ Ամեն ինչ, պարոն։ Ես ուզում եմ, որ դուք լինեք մեր մշակութային կապողը մեր երկրների միջ ապագա բոլոր նախագծերի համար։ Ինձ անհրաժեշտ են մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպես խոստովանել, երբ ինչ-որ բան չգիտեն, ովքեր ունեն իրենց սխալները ուղղելու համարձակություն։ Քիարան զգաց, որ աչքերում թեթության արցունքներ են հոսում։ Ես պատիվ կլինեի։ Երբ Քիարան վերադարձավ հյուրանոց, նա տեսավ, որ Ագնեսը անհամբեր սպասում էր նախասրահում։ Իսկ հետո հարցրեց Ագնեսը, հենց որ տեսավ նրան։ Պայմանագիրը անվտանգ է, ասաց Քիարան, դեռս հազիվ հավատալով դրան։ Եվ Ահմեդն ուզում է, որ ես լինեմ ապագա նախագծերի պաշտոնական մշակութային կապողը։ Ագնեսը գրկեց նրան։ Ես շատ հպարտ եմ քեզնով։ Այն ձը, որով դու հաղթահարեցիր այս ամենը, օրինակելի էր։ Այդ գիշեր Քիարան զանգահարեց Մարկոյին, ամեն ինչ պատմելու համար։ Դու ինձ ամեն օր զարմացնում ես, ասաց Մարկոն ամբողջ պատմությունը լսելուց հետո։ Մարդկանց մեծ մասը կփորձեր թաքցնել նման սխալը կամ մեղադրել ուրիշներին։ Դու ճգնաժամը վերածեցիր հնարավորության։ Ես շատ վախեցած էի, խոստովանեց Քիարան։ Մի պահ մտածեցի, որ կործանել եմ իմ կարիերան, նախքան այն նույնիսկ սկսվելը։ Բայց այդ պահին ես մի հիմնարար բան սովորեցի ինքս ինձ մասին։ Ինչ։ Որ ես կարող եմ հաղթահարել ծայրահեղ ճնշումը, ճգնաժամերը վերածել հնարավորությունների։ Երբ ես Ահմեդի տանը էի ներողություն էի խնդրում, հասկացա, որ խոսքը միայն սխալը ուղղելու մասին չէ։ Խոսքը ինքս ինձ ապացուցելու մասին էր, որ ես ունեմ պատասխանատվություն ստանձնելու իմ գործողությունների հետանքներին դիմակայելու քաջությունը։ Սա ինձ այնպիսի վստահություն տվեց, որը երբեք չէի զգացել։ Մարկոն գլխով արեց, հասկանալով, որ այս պահը Քիարայի համար փոխակերպող էր այնպիսի ձեռով, որոնք շատ ավելի հեռու էին գնում, քան պարզապես մասնագիտական կողմը։ Դա այն դասն է, որը շատ ղեկավարներ երբեք չեն սովորում։ Դուք 18 տարեկան եք, արդեն հասկանում եք մի բան, որը որոշներին տասնամյակներ է պետք հասկանալու համար։ Երբ Քիարան մի քանի օր անց վերադարձավ Բրազիլիա, նա գտավ մի ընկերություն, որը տոնում էր հաջողությունը։ Մերձավոր Արևելքի պայմանագիրը ոչ միայն ստորագրվել էր, այլ Ահմեդը խորհուրդ էր տվել ընկերությունը տարածաշրջանի այլ ներդրողներին։ Թեոն ակնհայտորեն անհարմար էր զգում Քիարայի հաջողությունից, բայց չէր կարող շղթել արդյունքները։ Խորհրդակցության ժամանակ նա միայն մի քանի հեգնական մեկնաբանություններ արեց սկսնակի բախտի մասին։ Սակայն Մարկոն սկսեց Քիարային այլ կերպ տեսնել։ Նա այլևս պարզապես տաղանդավոր երիտասարդ կին չէր, որին նա խորհրդատվություն էր տրամադրում։ Նա լիակատար պրոֆեսիոնալ էր, ունակ հաղթահարելու ճնշումը, պատասխանատվություն կրելու պարտությունները հաղթանակների վերածելու։ Ագնես, ասաց Մարկոն մասնավոր հանդիպման ժամանակ, ես ուզում եմ, որ Քիարան ավելի շատ պատասխանատվություններ ստանձնի։ Ժամանակն է, որ նա ունենա իր սեփական նախագծերը։ Ես լիովին համաձայն եմ։ Նա ապացուցեց, որ կարող է հաղթահարել ճնշումը, դժվարությունները։ Եվ ես ուզում եմ, որ նա սկսի մասնակցել կորպորատիվ ռազմավարության հանդիպումներին, նրա եզակի տեսակետը կարող է արժեքավոր լինել մեր միջազգային ընդլայնման որոշումների համար։
Այդ կեսօրին Մարկոն Քիարային կանչեց իր գրասենյակ։ Ինչպես եք վերաբերվում ընկերությունում ավելի շատ պատասխանատվություններ ստանձնելուն, հարցրեց նա։ Պատրաստ եմ, առանց վարանելու պատասխանեց Քիարան։ Դուբայում տեղի ունեցածը ցույց տվեց ինձ, որ ես կարող եմ հաղթահարել ճգնաժամերը, սովորել իմ սխալներից։ Հիանալի է։ Որովհետև ես քեզ առաջարկ ունեմ։ Մարկոն բացատրեց, որ ցանկանում է, որ Քիարան ղեկավարի նոր բաժին, որը կենտրոնացած կլինի զարգացող շուկաներ ընդլայնման վրա, նա պատասխանատու կլինի հնարավորությունների բացահայտման, մշակութային վերլուծությունների անցկացման, բանակցային թիմերի ղեկավարման համար։ Դա հսկայական պատասխանատվություն է, ասաց Մարկոն։ Դուք ձեզ պատրաստ եք զգում։ Այո, ասաց Քիարան, բայց հետո տատանվեց։ Մարկո, կարող եմ քեզ անձնական մի բան հարցնել։ Իհարկե։ Ինչու եք այդքան շատ ներդրումներ կատարում ինձ վրա։ Այսինքն կան շատ ավելի մեծ փորձ ունեցող ղեկավարներ, որոնք կարող են ստանձնել այս պարտականությունները։ Մարկոն հենվեց աթոռին, մտորելով հարցի շուրջ։ Քիարա, երբ ես երիտասարդ էի, ոչ ոք ինձ այսպես չէր հավատում։ Ես ժառանգել եմ այս ընկերությունը, բայց ես պետք է ինքս ապացուցեի իմ արժեքը։ Երբ տեսնում եմ քո տաղանդը, քո ազնվությունը, քո նպատակասլացությունը, ես տեսնում եմ այնպիսի մարդու, որին կցանկանայի ունենալ որպես խորհրդատու, երբ երիտասարդ էի։ Եվ նա, շարունակեց նա, դուք ինձ հիշեցրեցիք մի կարևոր բանի մասին։ Իրական հաջողությունը միայն շահույթի մասին չէ։ Այն մարդկանց զարգացման հնարավորություններ տալու, մեզանից ավելի մեծ բան կառուցելու մասին է։ Քիարան ժպտաց։ Շնորհակալ եմ, որ հավատացիր ինձ, նույնիսկ երբ ես կասկածում էի ինքս ինձ։ Ես միշտ կհավատամ քեզ։ Իսկ հիմա, եկեք գործի անցնենք։ Մենք ունենք մի բաժին, որը պետք է կառուցենք։ Հաջորդ շաբաթների ընթացքում Քիարան խորացավ իր նոր պարտականությունների մեջ։ Նա հավաքագրեց մշակութային վերլուծաբանների մի փոքր թիմ, սկսեց քարտեզագրել աֆրիկյան-ասիական շուկաներում առկա հնարավորությունները։ Նրա մոտեցումը մանրակրկիտ նորարարական էր, համատեղելով ավանդական ֆինանսական վերլուծությունը մշակութային խորը ըմբռնման հետ։ Սակայն հենց Ագնեսի հետ պատահական զրույցի ժամանակ էր, որ Քիարայի մոտ ծագեց մի գաղափար, որը կփոխեր թե նրա կարիերան, թե ընկերությունը։ Ագնես, երբե մտածել ես, թե քանի տաղանդավոր երիտասարդներ կան առանց հնարավորությունների, հարցրեց Քիարան ճաշի ժամանակ։ Ինչ նկատի ունես։ Ես մտածում էի իմ սեփական պատմության մասին։ Եթե Մարկոն չտեսներ ինձ այդ հանդիպումների սենյակում, ես դեռ գրասենյակներ կմաքրեի։ Քանի այլ մարդիկ կան այնտեղ, ինչպես ես, պարզապես սպասում են հնարավորության։ Ագնեսը մտախոհ գլխով արեց։ Հետաքրքիր հարց է։ Ինչու ես հարցնում։ Մտածում եմ Մարկոյին ինչ-որ բան առաջարկել։ Երիտասարդ տաղանդներ բացահայտելու ծրագիր։ Ոչ միայն մեր ընկերության համար, այլ որպես սոցիալական նախաձեռնություն։ Ինչպես են կրթաթոշակները։ Ավելին, քան դա։ Ամբողջական ծրագիր, խոցելի իրավիճակներում գտնվող տաղանդավոր երիտասարդների բացահայտում, կրթություն, մենթորինգ, իրական կարիերայի հնարավորություններ։ Ագնեսը ժպտաց։ Հրաշալի գաղափար է, Քիարա։ Եվ քո անձնական պատմությունը դրա հետում ունենալը շատ ազդեցիկ կլիներ։ Կարծում եք, Մարկոն կաջակցի։ Դրան միայն մեկ ճանապարհ կա պարզելու։ Նույն օրվա կեսօրին Քիարան թակեց Մարկոյի գրասենյակի դուռը, բերելով 20 էջանոց մանրամասն առաջարկ, որը նա պատրաստել էր իր ճաշի ընդմիջման ժամանակ։ Մարկոն տեսավ, թե ինչպես Քիարան մտնում է իր գրասենյակ, ձեռքում առաջարկը, ժպտաց։ Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում նա անվստահ երիտասարդ կնոջից վերածվել էր վստահ ղեկավարի, որը միշտ նորարարական գաղափարներ էր բերում։ Ինչ ես բերել այսօր, հարցրեց Մարկոն, նկատելով նրա աչքերում հուզմունքը։ Մի միտք, որը կարող է կյանքեր փոխակերպել, պատասխանեց Քիարան, առաջարկը դնելով սեղանին։ Բայց նախքան այն ներկայացնելը, կարող եմ մի պատմություն պատմել։ Իհարկե։ Քիարան նստեց, խորը շունչ քաշեց։ Երեկ, երբ տուն էի գալիս, մետրոյի կայարանում տեսա մի երիտասարդ կնոջ։ Նա մոտավորապես իմ տարիքի էր, գնացքին սպասելիս անգլերենով տնտեսագիտության գիրք էր կարդում։ Բայց նրա հագուստը մաշված էր, ուսապարկը կարկատված, նա հոգնած տեսք ուներ։ Մարկոն ուշադիր լսում էր։ Ես սկսեցի մտածել. քանի Քիարա կա այնտեղ։
Տաղանդավոր, նպատակասլաց երիտասարդներ, բայց առանց իրական հնարավորությունների։ Եվ այդ ժամանակ ես մի միտք հղացա։ Քիարան ներկայացրեց իր առաջարկը։ Ես ուզում եմ ստեղծել «Վաղվա տաղանդներ» ծրագիրը։ Սոցիալական ծրագիր, որը կբացահայտի 16-ից 20 տարեկան երիտասարդների, ովքեր տնտեսապես խոցելի են, բայց ունեն բացառիկ ներուժ։ Մարկոն թերթեց էջերը, տպավորված մանրամասնության մակարդակով։ Ավելին, պատմիր։ Գաղափարն այն է, որ առաջարկվեն լրիվ կրթաթոշակներ, մասնագիտական խորհրդատվություն, լեզվի դասընթացներ, առաջնորդության հմտություններ, ամենակարևորը՝ իրական աշխատանքային հնարավորություններ։ Դա բարեգործություն չէր լինի, դա տաղանդի մեջ ներդրում կլիներ։ Ինչպես է ընթանալու ընտրության գործընթացը։ Հանրային դպրոցների, ՀԿ-ների համայնքային կենտրոնների հետ համագործակցություն, թեկնածուներ գտնելու համար։ Չափանիշները կլինեն ակադեմիական արժանինքները, առաջնորդական ներուժը, ամենակարևորը՝ դժվարությունները հաղթահարելու վճռականությունը։ Մարկոն շարունակեց կարդալ. Դուք գնահատել եք, որ առաջին տարում ծրագիրը կծառայի 40 երիտասարդի։ Ճիշտ է։ Անհատականացված մենթորինգի դեպքում յուրաքանչյուր անձ կունենա փորձառու մասնագետ որպես ուղեցույց։ Իսկ վերապատրաստման շրջանից հետո մենք կերաշխավորենք վճարովի պրակտիկա մեր ընկերությունում գործընկեր ընկերություններում։ Քիարա, դա հավակնոտ է։ Այն նա թանկ է։ Գիտեմ, ասաց նա, բայց ես հաշվարկեցի, որ առաջին տարվա ներդրումը համարժեք կլինի 2 ավագ ղեկավարների տարեկան բոնուսին։ Եվ սոցիալական արդյունքը անգնահատելի կլինի։ Մարկոն վերջնականապես եզրափակեց առաջարկը, ուղիղ նայեց Քիարային։ Իսկապես հավատում ես այս գաղափարին։ Ես ամբողջ սրտով հավատում եմ։ Մարկո, դու փոխեցիր իմ կյանքը, ինձ հնարավորություն տալով։ Պատկերացրու, եթե մենք կարողանայինք սա անել տասնյակ երիտասարդների համար ամեն տարի։ Մարկոն վեր կացավ, մոտեցավ պատուհանին, դիտելով ներքում գտնվող կապիտալի շարժը։ Գիտես, Քիարա, երբ հիմնադրեցի այս ընկերությունը, իմ նպատակը պարզապես շուկայում գոյատելն էր։ Հետագայում ես ուզում էի ընդլայնվել, շահույթ ստանալ, աճել։ Բայց քեզ հետ խոսելը ստիպեց ինձ հասկանալ, որ կորցնում եմ ավելի մեծ նպատակը։ Նա դարձավ նրա կողմը։ Հաստատված է։ Քիարայի աչքերը լայնացան։ Լուրջ։ Լուրջ եմ ասում։ Բայց մեկ պայմանով, դուք անձամբ կղեկավարեք ծրագիրը։ Դա կլինի ձեր առաջին խոշոր անկախ պարտականությունը։ Քիարան վեր կացավ, մի պահ Մարկոն մտածեց, որ լաց է լինելու։ Դրա փոխարեն նա արհեստավարժորեն մեկնեց ձեռքը։ Շնորհակալ եմ, որ կրկին հավատացիք ինձ։ Վաղվա տաղանդներ ծրագրի մեկնարկը տեղի ունեցավ 6 ամիս անց։ Քիարան անխոնջ աշխատել էր գործընկերություններ հաստատելու, ընտրության չափանիշներ ստեղծելու, կամավոր մենթորների թիմ հավաքելու ուղղությամբ։ Առաջին դասընթացը գերազանցեց բոլոր սպասումները։ 40 ընտրվածների մեջ կային արտակարգ երիտասարդներ, ֆավելայից մի տղա, որն ինքնուրույն ստեղծել էր բջջային հեռախոսների հավելվածներ, 5 լեզուներով ազատ տիրապետող մի երիտասարդ բնիկ կին, հանրային գրադարանում ծրագրավորում սովորած մի փախստական տղա։ Յուրաքանչյուր պատմություն ավելի ոգեշնչող է, քան նախորդը, ասաց Քիարան Մարկոյին հաջորդ հանդիպման ժամանակ։ Դա նման է 2 տարի առաջ ինձ նայելուն։ Ինչպես է եղել լրատվամիջոցների արձագանքը։ Անսովոր է։ 3 բիզնես ամսագրեր ցանկանում են հոդվածներ գրել ծրագրի մասին։ Եվ 2 այլ ընկերություններ հարցրել են, թե ինչպես կարող են ստեղծել նմանատիպ ծրագրեր։ Մարկոն ժպտաց։ Իսկ Թեոն։ Ինչպես է նա արձագանքում շոուի հաջողությանը։ Քիարան տատանվեց։ Որոշ խորհրդատուներ դեռս դիմադրություն են ցուցաբերում։ Թեոն պնդում է, որ մենք փող ենք ծախսում սոցիալական փորձերի վրա, շահույթի վրա կենտրոնանալու փոխարեն։ Եվ ինչ եք մտածում դրա մասին։ Կարծում եմ, նրանք չեն հասկանում, որ մարդկանց մեջ ներդրում կատարելը լավագույն երկարաժամկետ ներդրումն է, որը ընկերությունը կարող է անել։ Հաջորդ ամիսներին ծրագիրը էքսպոնենցիալ աճ գրանցեց։ Գործընկեր ընկերությունները սկսեցին ծրագրի երիտասարդ մասնակիցներից պրակտիկա պահանջել։ Համալսարանները հատուկ կրթաթոշակներ էին առաջարկում։ Ծրագիրը, որը սկսվել էր 40 երիտասարդով, 3 տարվա ընթացքում հասավ 300-ի։ Թվերը տպավորիչ էին, բայց անձնական պատմություններն էին, որոնք իսկապես կարևոր էին։
Մարկոն ուշադիր հետում էր յուրաքանչյուր դասընթացի առաջընթացին, նա տեսավ, թե ինչպես են ամաչկոտ անապահով երիտասարդները վերածվում վստահ առաջնորդների, նա ականատես եղավ, թե ինչպես են երազանքները դառնում իրականություն։ Գյուղական ընտանիքից մի երիտասարդ կին դարձավ ծրագրային ապահովման ինժեներ, փողոցում ապրող մի տղա ստացավ բժշկական համալսարան ընդունվելու լրիվ կրթաթոշակ, լուսացույցի մոտ աշխատող մի աղջիկ դարձավ պրոֆեսիոնալ թարգմանիչ։ Յուրաքանչյուր պատմություն ապացույցն էր այն բանի, որ տաղանդն իսկապես ամենուր է, նրան միայն հնարավորություն է պետք ծաղկելու համար։ 21 տարեկան Քիարան դարձել էր հարգված ղեկավար ոչ միայն Մարկոյի ընկերությունում, այլ ամբողջ ոլորտում։ Նա պարբերաբար ելույթներ էր ունենում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տաղանդների զարգացման վերաբերյալ կոնֆերանսներում։ Ծրագրի մեկնարկից 3 տարի անց, ձմեռային մի երեկո, Մարկոն Քիարային հրավիրեց ընթրիքի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մի ճապոնական ռեստորանում։ Դա տոնակատարություն էր։ Ընկերությունը հենց նոր էր ստորագրել իր պատմության մեջ ամենամեծ միջազգային պայմանագիրը, իսկ վաղվա տաղանդներ ծրագիրը ազգային մակարդակով ճանաչվել էր որպես սոցիալական պատասխանատվության մոդել։ Գոհ ես մեր կառուցած ամեն ինչից, հարցրեց Մարկոն, երբ նրանք ռեստորանի պատուհանից դիտում էին լուսավորված քաղաքը։ Ավելին, քան ես երբե հնարավոր էի պատկերացնում, պատասխանեց Քիարան։ Գիտեք, 3 տարի առաջ ես գրասենյակներ էի մաքրում երազում հնարավորությունների մասին։ Այսօր ես հնարավորություններ եմ ստեղծում ուրիշների համար։ Եվ ինչ սովորեցիր քո մասին այս ճանապարհորդության ընթացքում։ Քիարան մի պահ մտածեց։ Ես սովորեցի, որ վախն ու քաջությունը կարող են համակեցության մեջ լինել։ Որ հնարավոր է միաժամանակ բարիք գործել մասնագիտական հաջողության հասնել։ Եվ որ հնարավորության համար լավագույնս օգտվելը ուրիշների համար հնարավորություններ ստեղծելն է։ Մարկոն բարձրացրեց սակեի բաժակը։ Ապա, բաժակ։ Ամենուրեք գոյություն ունեցող տաղանդի համար, որը պարզապես սպասում է բացահայտվելուն։ Եվ այն մարդկանց, ովքեր բավականաչափ քաջ են նրանց այդ առաջին հնարավորությունը տալու համար, ավելացրեց Քիարան։ Ընթրիքի ժամանակ Քիարան Մարկոյին պատմեց ծրագրի միջոցով իր վերջին հայտնագործության մասին։ 19 տարեկան վիետնամցի աղջիկ, որն աշխատում էր տեքստիլ գործարանում, բայց ազատ խոսում էր 6 լեզվով, իր ազատ ժամանակ մշակել էր ավտոմատ թարգմանության համակարգ։ Նա ինձ հիշեցնում է ինձ, երբ ես ավելի երիտասարդ էի, ասաց Քիարան։ Տաղանդավոր, նպատակասլաց, բայց առանց իր ներուժը զարգացնելու ռեսուրսների։ Այսօր ես նրան առաջարկեցի լրիվ կրթաթոշակ, տեխնոլոգիա լեզվաբանություն ուսումնասիրելու համար։ Եվ նա ընդունել է։ Անմիջապես։ Նրա աչքերում արցունքներ կային, երբ նա բացատրեց, որ միշտ երազել է աշխատել թարգմանչական տեխնոլոգիաներով, բայց երբեք չի մտածել, որ դա հնարավոր կլինի։ Մարկոն հետում էր Քիարայի խոսքին, նկատելով, թե ինչպես էին նրա աչքերը փայլում, երբ նա նկարագրում էր ծրագրի երիտասարդների հաջողությունները։ Նա գտել էր իր նպատակը։ Քիարա, կարող եմ քեզ անձնական հարց տալ։ Իհարկե։ Զղջում եք ինչ-որ բանի համար։ Ձեր կյանքի ընտրած ուղու համար։ Քիարան ժպտաց։ Մարկո, 3 տարի առաջ ես սարսափում էի այդ հանդիպումների սենյակում, դողում էի, երբ թարգմանում էի ճապոնացի ներդրողների համար։ Ես կարծում էի, որ ամեն ինչ կորցնում եմ, այնտեղ իմ ներկայությունը բացահայտելով։ Նա կանգ առավ, նայելով պատուհանից դուրս։ Այսօր ես հասկանում եմ, որ այդ վախի պահը այն պահն էր, որը փոխեց ոչ միայն իմ կյանքը, այլ ծրագրից օգտվող հարյուրավոր երիտասարդների կյանքը։ Եթե ես թաքնված մնային, սա ոչինչ չէր պատահի։ Այսինքն, չեք զղջում դրա համար։ Բացարձակապես ոչ։ Ես սովորել եմ, որ երբեմն ճիշտ բան անելը վախենալու է։ Բայց միշտ արժե դրան։ Երբ ընթրիքն ավարտվեց, Մարկոն առաջարկեց Քիարային մեքենայով տանել, բայց նա քաղաքավարիորեն հրաժարվեց։ Ես սիրում եմ գիշերը զբոսնել։ Դա օգնում է ինձ մտորել օրվա մասին։ Այդ դեպքում վաղը կհանդիպենք։ Մենք հանդիպում ունենք գերմանացի ներդրողների հետ։ Ես պատրաստ կլինեմ, ժպտաց Քիարան, ես արդեն ուսումնասիրում եմ Գերմանիայում բիզնեսով զբաղվելու մշակութային նրբությունները։ Մարկոն ծիծաղեց։ Որոշ բաներ երբեք չեն փոխվում։ Դու միշտ կլինես սենյակում ամենապատրաստված մարդը։ Քիարան քայլում էր մայրաքաղաքի փողոցներով դեպի իր բնակարանը։
Դա հարմարավետ մի տեղ էր, որը նա գնել էր իր սեփական խնայողություններով, գեղեցիկ կահավորված, տարբեր լեզուներով գրքերի տպավորիչ գրադարանով վաղվա տաղանդներ ծրագրի դասընթացների լուսանկարներով, որոնք ծածկել էին ամբողջ պատը։ Երբ նա հասավ իր բնակարանային շենք, տեսավ մի մաքրուհու, որը գրկում ծանր արկղ էր պահում։ Կինը հոգնած տեսք ուներ, դժվարանում էր հավասարակշռել ծանրությունը։ Առանց երկու անգամ մտածելու, Քիարան մոտեցավ։ «Կարող եմ օգնել», առաջարկեց նա, ձեռքը մեկնելով ծանրության մի մասը վերցնելու համար։ Աշխատակիցը զարմացած նայեց էլեգանտ հագնված երիտասարդ կնոջը, որն օգնություն էր առաջարկում։ «Պետք չէ, տիկին։ Սա իմ աշխատանքն է»։ «Գիտեմ», անկեղծ ժպիտով ասաց Քիարան, «բայց դա չի նշանակում, որ դու պետք է դա մենակ անես»։ Միասին նրանք արկղը տարան սպասարկման վերելակ։ Ճանապարհորդության ընթացքում աշխատակիցը մեկնաբանեց. «Դուք շատ բարի եք։ Մարդիկ սովորաբար չեն առաջարկում օգնություն։ Մայրս ինձ սովորեցրել է, որ երբ մենք կարող ենք մեկին օգնել, պետք է օգնենք»։ «Նույնիսկ եթե ոչ ոք դա չի տեսնում», պատասխանեց Քիարան, կրկնելով այն խոսքերը, որոնք Ռոուզը միշտ ասում էր իրեն։ Երբ նրանք բաժանվեցին առաջին հարկում, Քիարան բարձրացավ իր բնակարան, մտածելով, թե ինչպես էր իր կյանքը փոխվել։ 3 տարի առաջ նա այդ աշխատակցի տեղում էր։ Այսօր նա ստեղծում էր հնարավորություններ, որպեսզի մյուս երիտասարդները չանցնեն նույն դժվարությունների միջով, որոնց ինքը բախվել էր։ Իր աշխատասեղանին նա գտավ մի նամակ, որը ժամանել էր այդ օրը կեսօրին։ Այն Դուբայից Ահմեդ Ալ-Ռաշիդից էր։ Նա գրում էր նրան, տեղեկացնելու համար, որ իր երկրում ստեղծել է վաղվա տաղանդներ ծրագրի նման մի ծրագիր, ոգեշնչված Քիարայի նախաձեռնությամբ։ Նամակն ավարտվում էր հետյալ կերպ. «Դուք ինձ սովորեցրեցիք, որ սխալները ընդունելը, դրանք աճի հնարավորությունների վերածելը իսկական առաջնորդների բնորոշ գիծն է»։ Քիարան ժպտաց նամակը դրեց շաբաթական ստացվող մյուս նամակների կողքին, ծրագրի նախկին մասնակիցներ, որոնք պատմում էին իրենց հաջողությունների մասին, նախաձեռնությունը կրկնել ցանկացող ձեռնարկատերեր, երիտասարդներ, որոնք խնդրում էին մասնակցել հաջորդ խմբերին։ Քնելուց առաջ նա նայեց իր բնակարանի պատուհանից դուրս։ Մայրաքաղաքը անվերջ ձգվում էր նրա առջ, լի լույսերով ու հնարավորություններով։ Ինչ-որ տեղ այնտեղ տաղանդավոր երիտասարդներ սպասում էին հնարավորության։ Եվ վաղը նա կշարունակեր աշխատել նրանց գտնելու, օգնելու իրացնել իրենց ներուժը։ Քիարան մտորում էր իր արտասովոր ճանապարհորդության մասին։ 3 տարի առաջ նա պարզապես անտեսանելի երիտասարդ կին էր, որը մաքրում էր գրասենյակներ երազում ավելի լավ ապագայի մասին։ Այսօր նա պատասխանատու էր մի ծրագրի համար, որը փոխել էր հարյուրավոր մարդկանց կյանքը, դարձել ազգային չափանիշ։ Սակայն նա ամենից շատ հպարտանում էր ոչ թե ծրագրի ստացած մրցանակներով կամ լրատվամիջոցների ճանաչումով։ Ավելի կարևոր էր գիտակցել, որ նա հարգում էր իր մոր օրինակը, որը միշտ քրտնաջան աշխատել էր դստերը հնարավորություններ տալու համար, իր տատիկի հիշատակը, որը նրան սովորեցրել էր, որ գիտելիքը միակ բարիքն է, որը ոչ ոք չի կարող խլել մեզանից։ Իր դարակում նա պահում էր ծրագրի երիտասարդներից ստացված շնորհակալական նամակներ։ Յուրաքանչյուրը պատմում էր մարտահրավերների հաղթահարման աճի մասին տարբեր պատմություններ։ Կար Լուկայի նամակը, որը թողել էր փողոցը ծրագրավորող դառնալու համար, Աննայի նամակը, որը թողել էր մանկական աշխատանքը ինժեներիա սովորելու համար, Պիետրոյի նամակը, որը ներգաղթյալների որդին էր, որն այժմ խոսում էր 5 լեզվով, աշխատում էր միջազգային առտրում։ Յուրաքանչյուր պատմություն հիշեցում էր, որ նա ճիշտ որոշում էր կայացրել այդ հանդիպումների սենյակում 3 տարի առաջ։ 3 տարի առաջ մի վախեցած երիտասարդ կին բարձրացրեց իր ձայնը հանդիպումների սենյակում, ընդմիշտ փոխելով իր կյանքի ընթացքը։ Այսօր հարյուրավոր երիտասարդների կյանքը փոխվել է այդ համարձակ որոշման շնորհիվ։ Քիարան վերջապես հասկացավ, որ իրական հաջողությունը կայանում է ոչ թե իր ստորագրած պայմանագրերի արժեքի կամ պաշտոնի հեղինակության մեջ։ Այն կայանում է իր կարողության մեջ տեսնելու ներուժը այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում էին միայն խոչընդոտներ, այդ ներուժի ծաղկման հնարավորություններ տալու քաջության մեջ։ Նա սովորել էր, որ բարիք գործելը երբեք սխալ չէ, նույնիսկ երբ վախենում ես։ Եվ որ մեկ ձայնը, որը բարձրացվում է ճիշտ պահին, կարող է արձագանքել տարիների ընթացքում, վերափոխելով ոչ միայն մեկ կյանք, այլ հարյուրավորներ։ Մահճակալի կողքի սեղանիկի վրա լուսանկարը ֆիքսել էր այն պահը, որը փոխեց ամեն ինչ։ Քիարան, Մարկոն ճապոնացի ներդրողները ստորագրում էին առաջին պայմանագիրը։ Նա ժպտաց, հիշելով այն նյարդային աղջկան, որը թաքնվել էր սենյակի խորքում։
Այդ աղջկանից մինչ այն կինը, որին նա դարձավ, 1 դաս մնաց։ Տաղանդը ամենուր է, պարզապես սպասում է, որ իրեն տեսնեն։ Եվ երբ մեկը բավականաչափ քաջություն ունի տեսնելու հավատալու, հրաշքներ են տեղի ունենում։ Պատմության ավարտ։ Սիրելի լսողներ, հուսով ենք, որ Մարկոյի Քյարայի պատմությունը ձեր սրտերին նույնքան է հուզել, որքան մերին։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ իրական հաջողությունը մեր շուրջը գտնվող մարդկային ներուժը ճանաչելու զարգացնելու մեջ է։ Այս հուզիչ ճանապարհորդությունը մեզ հետ շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ նվագացանք երկրորդ հնարավորությունների մարտահրավերները հաղթահարելու առատաձեռնության վերափոխող ուժի մասին նույնքան ոգեշնչող պատմություններով։ Կարող եք գտնել այն, սեղմելով կողքի հղմանը։ Եթե այս պատմությունը հուզել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք ձեզ ենք ներկայացնում եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունը կյանքը փոխող հանդիպումների կախարդանքը։ Մի բաց թողեք մեր առաջիկա բովանդակությունը մեկնաբանություններում ասեք։ Երբե ունեցել եք հնարավորություն, որը փոխել է ամեն ինչ։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր պատմություններին։